կամուրջներով այսօր փորձելու ենք կամրջել մի քանի սերունդ իրար միացնող Գարիկ Մարտիրոսյանի օգնությամբ։ В Москве весна, 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 весна. Из стекла кто не видит фонарики, на стене день скверик. Трудно, да, подпевать? Մասնիկովը խաղից մի օր կամ երկու օր առաջ կարող էր վերցնել եւ ասել ձեր օրինակ երաժշտական կոնկուրսը չկա։ Ինչի՞։ Տենց Տաշը Սարգսյանից ձեռոց բռնե բերելա կավեն, հետո 10 տարի հետո ձեռիցս բռնելա բերելա Comedy Club։ I don't understand. Do you understand? I don't understand absolutely. I know what. I understand what he's saying. Կավենի թիմը, Comedy Club-ի այդ նվաճումները, եսի ինչեր, բոլորը նրա պատճառով որ համել Արտուրը Ջանբեկը կա, բայց կադրից դուրս մարդիկ չգիտեն իր մասին։ Ումից է ստանում էմոցիան։ Ֆուտբոլից։ Ну поговори с Генрихом, я так эту вазу хочу. Не прошу тебя. Это не ваза, это... Прошу поговорить, не прошу. Henrik John, она хочет Кубок Лиги Европы. Объясни, что это не ваза. Да, Гарик, это не кубок, это ваза. Okay, անգլերեն է, բրատը ռուսերեն է, ջանը պարսկերեն է, բայց okay, բրատ ջանը հայերեն է։ Տենց լեզու է մեր։ Ես առանց հերոստատեցություն ու առանց բեմ շատ մեծ հաճույքով կապրեմ մինչև 98 տարեկան։ Առանց երաժշտություն շատ մեծ դժվարություններով։ Ասում եմ չգիտեմ ով էր կողքինը, բայց բարորդը ավետն է։ Պրիվետ, Գարիկ ջան։ Բարով ես եկել, քեզ էսպես զախվածից ենք անում։ Գրավում ենք քեզ։ Արի։ Եկեք, արի, ավետը, սարի։ Արի։ Մի անգամից սկսվում է նկարահանումը։ Արդեն սկսվել է։ Ներեք, ես պատրաստ չէի։ Դու միշտ պատրաստ ես։ Գնացել ենք Գրիգոր Աղախանյանի տեսահոլովակի նկարահանմանը եւ նկարահանվեցինք։ Ինչի մասին էր Երևանը։ Ընկերների։ Դե Երևանը ընկերների մասին է, չէ՞։ Լուրջ։ Ինձ համար այդպես է։ Կոմասին օրա այս Դեբաժակդ բերքին հին ուլա ընկե Նայ, գար, մենք ընտրել ենք սիրահարների պուրակը, եկեք արևից ես կողմ, որ Եկեք սիրահարների պուրակ։ Մենք ընտրել ենք քեզ համար հատուկ սիրահարների պուրակը, քանի որ առանց հատուկ փողոց վայր չուզեցի, որովհետև ես գտնում եմ, որ դու հավերժ սիրահարված ես Հայաստանին ու մասնավորապես Երևանին։ Մասնավորապես, այո։ Մեր կամուրջներով այսօր փորձելու ենք կամրջել մի քանի սերունդ իրար միացնող ու մի քանի սերունդ մեզ լիացնող, լրացնող, ուրախացնող, տարբեր առիթներով խորացնող, մեզ նոր հետաքրքիր գիտելիքներ տվող ու հայի համար շատ սիրուն որակով ներկայացող Գարիկ Մարտիրոսյանի օգնությամբ։ Այսօր կամրջում ենք նրան ու Երևանը, այսպես ասեմ։ Բարև ձեզ։ Ամենախելացին ենք ու հմայիչն ենք մենք Մարդկությունը բոլկի ամենք մեջի չամիչնենք Բայց մեր լավ կողմերը էլ չգովազդենք Չէ որ աշխարհի ամենահամեստ ազգն ենք Այսքան ժամանակ ում հետ որ քայլել ենք Երևանով, միշտ ընտրել ենք բանուկ, շատ մարդաշատ տեղեր, որ ժպիտը տեսնեն, բարևեն, պաչեն, փաթաթվեն, գիտես, հայերը սիրում են իրենց արտիստներին։ Ասես ոնց է պատկերը Մոսկվայում, երբ որ դու քայլում ես, կանգնեցնում են, մոտենում են։ Շատ հազվադեպ։ Նու։ Ինչի՞։ Ամաչում են ավելի։ Չէ, ոչ թե ամաչում են, երևի համ չեն ճանաչում, որովհետև բեմի վրա մի կերպարով եմ լինում, կյանքում ուրիշ, օրինակ հիմա դու ինչ ճանաչում ես, հա? Որտեղ դու եկել ես Գրիշ Աղախանյանի տեսահոլովակից հետո, պատրաստ, կազմ։ Ամեն դեպքում տեն շատ մեծ ուշադրություն չեն դարձնում տենց բաներին, որ մոտենում են, ճանաչում են, թե չեն ճանաչում։ Բայց ինձ թվում է Հայաստանում ավելի շատ են մոտենում, իդեպ ոչ հայերը, ավելի շատ Ռուսաստանից տուրիստները։ Վերցրու բրոն։ Չէ, ոչ մի ակամ բան չկա։ Տուրիստները նկատի ունես Ռուսաստանի Այո, տուրիստները։ այո։ Ինչն է, այդ տարբերությունը, այդտեղ չեն մոտենում, իսկ այստեղ ազատ են այդ գաղափարներից։ Ժամանակ շատ ունեն, օրինակ եկել են Երևան, տեսնում են ինչ որ գեղեցիկ վայր է, նկարում են։ Վայ մեկը տեսնում Կարապետիլիչը։ Մեկը վայ Գարիկը, ինքն էլ է երևի ինչ որ երևի վայր։ Գեղեցիկ իրան։ Չէ։ Հայտնի հումոր կա։ Սևանն է, նկարում ենք։ Դե երևի այդ պատճառով, բայց դա ինչ որ կարևոր բան չի իմ կյանքում։ Գար Գրիշի հետ Աղախանյան քանի տարվա ընկերներ եք։ 30, ավելի շատ երևի։
ավետը չի գալի, մոռացանք ավետին։ Չէ, ավետը գալիս է այնտեղ է։ 30-ից ավել է top 10 Rabbiz-ը, չէ, միջև top 10 Rabbiz-ը Գրիշան երգում էր Գրիգոր Անտոնյանի հետ ինչ-որ երգ էր երգում, մենք էլ գնացել ենք Մինչև top 10 Երևանյանի թատրոն, այո, երգում էին ինչ-որ չեմ հիշում ինչ երգ էին երգում, բայց այն ժամանակ մեր տարիքային տարբերությունը մեզ շատ էր թվում, որովհետև ինքը 5 տարի մեծ է մեզանից Գրիշան Աղախանյան։ Արտուրը որ տեսավ Ջանիբեկյան, ասեց շատ հեռանկարային երգիչ է, պետք է ինչ-որ մի բան անել իր հետ, Գրիշային Աղախանյան։ Իրանք երկուսով են երգում, Գրիշան Անտոնյան, եթե չեմ սխալվում, Գրիշան Աղախանյան։ Ես չգիտեմ ինչի Արտուրը ընտրեց Գրիշային Աղախանյան, մինչև հիմա չենք հասկանում ինչ պատճառով։ Բայց գտել էր, չէ՞ մեջը, կայծը։ Զգացել էր։ Ու տենց սկսեց այդ նախագիծը Top 10 Rabbiz։ Այդ որ թվականներ 96 երևի, 95, 96, 97 երևի։ Հայկոն գործիքավորումներ անում, Վարդանը Զադոյան, Գրիշան Աղախանյան երգերն էին գրում։ Ես փորձում եմ ինչքան հնարավոր է մասնակցեմ այդ անիշը, որտեղ այդ պահին սկսեց ուրախների հնարամիտների ակումբի մեր խաղերը Մոսկվայում, ես ավելի շատ ժամանակ եմ անցկացնում Ռուսաստանում, քան թե Հայաստանում։ Ինչ որ մի քանի երգում ինձ թողեցին, որ ես էլ երգեմ։ Top 10 Rabbiz-ի մեջ բոլոր երաժշտական իզմերը, ուղղությունները, որոնք դուք սիրում եք այն ժամանակ, գրեթե բոլորը կան։ Ռեպից մինչև Lionel Richie, մինչև ընդ որում իր գործիքավորումը շատ սիրուն ու որակով էր։ Եթե մի պահ վերանանք, որ դա պրոյեկտ էր, դա կարող էր լինել առանձին մի հատ երաժշտական ուղղվածություն, սինկրետիկ, որը իր մեջ հավաքում էր բոլորը։ Դա առաջին հերթին հումոր էր, մենք չենք էլ սպասում, որ մարդիկ ինչ որ երկար են դա լսելու, որպես երաժշտություն են լսելու, որովհետև ինչ որ էկլեկտիկ բաներ կա այդ նախագծի մեջ, որ մեկը մյուսի հետ չպետք է բռնի։ Գրիշը արդեն էկլեկտիկ է այդ նախագծի մեջ։ Ինքը իր հետ էկլեկտիկ է։ Ինքը էկլեկտիկ է, բայց Հայկոյի շնորհիվ, որովհետև ինձ թվում է որ ուրիշ երաժիշտ մենք վերեինք այդ նախագիծը, որ գործիքավորումներ աներ, ոչ մի ուրիշ երաժիշտ այն պահին չէր հասկանալու ինչ ենք իրանից ուզում ու չտենց չէր կարողանալու այդ գործը առաջ բրդել։ Հայկոնը շատ օգնել մեզ, որ հենց տենց հնչողություն ունեցել այդ նախագիծը։ Նույնիսկ երկու աստղի ժամանակ այս Հայկոն այնպիսի երաժիշտների կամ այնքան յուրատու գործեր էր բերում, որոնք թվում է ես գիտեմ, օրինակ Կարմոնայի ու Ալեխանդրո Սանսի Պարակետու Այնքը սիրում էր Ալեխանդրո Սանսը։ Սանս շատ էր սիրում, բայց Կարմոնայի հետ նրանք դուետ ունեն, որ շատ տարբեր էր, իրենց համար էլ էր տարբեր։ Ու որ առաջին անգամ այդ լսեցի, ասեց նազու լես երգենք երկու աստղի։ Ասես շատ սիրում երգարի ես չերգենք, ասեց ինչ ասիչ կփչացնեմ։ Բայց երգեցինք, լավն էր։ Կար Հայկոն ինչ ունիկալ մարդ էր, չէ։ Աբա ոնց։ Դուք ոնց եք Հայկոյի հետ ծանոթացել։ Նույն կավերի ժամանակ, որ ման ենք գալիս, փնտրում ենք գործիքավորող երաժիշտ, եւ հենց տենց մարդ էր մեզ պետք, որ ինքը համ տարբեր ոճերում կարողանար նվագել, որովհետեւ այն ժամանակ մեր մտքերս շատ էր բան ոճերի մեջ թռնում, այո, հա, խառնվում։ Ու Հայկոն որ եկավ բան Շարմի օֆիս Ռուբենի Ջավերյան ասեցինք առաջինն էր որ եկավ ասեցինք բարև ձեզ ասեցինք դու ինչ որ ցույց տու ինչ կարաս անես ասեց ինչ ցույց տամ Արտուր ասեց ջազ կարողանում ես նվագես ասեց հա ասեցինք դե նվագի սկսեց ջազ նվագել ունես տպավորված էինք դե 18-17 տարեկան ենք տենց չէինք տեսել այդ ոճով նվագող տենց մարդ ասեցինք դե վերջ են մնացածին չնայինք քեզ ընդունում ենք մեր մոտ գործի Հայկ ջան։ Ինքն ասես լավ, ինչա պետք անել տղեկ ջան։ Ասենք ոչ մի գնում ենք Սոչի։ Ես ուղղակի պատկերացնում եմ ձեզ բոլորիդ ու Սոչիում։ Չէ, այդ Չէ, մի ասա, պատկերացնում եմ։ Ինչ պահով եմ ասում, որովհետև Հայկոյի տեղը կարող է ուրիշ մարդ գար, որ էլի լավ երաժիշտ էր, բայց մեր հետ
մի տրամադրության մեջ չէր, մի վայբի մեջ չէր, մեր հետ ընկեր չդառնար ու ինքը կարող է մի ամիս աշխատել գնար։ Այդտենց բանել ա եղել, շատ հանկարծակի այդ puzzle-ը հավաքվել է, որ հենց Այկոն ա եկել մեր հետ։ Հետո հայտը շատ արագ էր բռնում, այսինքն գաղափարը բռնում էր ու արագ վերացում էր, ընդ որում դա կարող էր անել մի օր։ Մենակ մի բան չգիտեր։ Հա, ժամանակ։ Եթե մեզ կավենի, չէ, խաղերի ընթացքում պետք է օրինակ որ մի երգը սկսվի, օրինակ դրա BPM-ը լինի 80, երգի ընթացքում արագանա, օրինակ ինչ որ գնչողական երգա որ պետքա գնա տան 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 չէր կարում է տանի։ Ինչի։ Չէր կարում այդ գործիքի վրա այդ կնոպկան չէր կարում գտնել որ արագացնում է։ Ո՞նց էր անում։ Տենց 10 տարի զբաղվել է, ամեն ինչ անում էր, բացի դրանից չգիտեր դրա ձևը։ Ասում ենք Հայկո ջան գնամ մի հատ մասնագետի մոտ, թող ասի այդ ձևը ինչ որ բան պետք է լինի որ սրանք գրածա տեմպո, կողքը գրածա պլյուս։ Ու որ ռեքին սխում ես տեմպո ու պլյուս ու այդ գործը արագանում է, տենց է դառնում։ Չէր կարում մեկը։ Չգիտեինք ինչ անենք։ Առանձին երկու հատ գործեր գրում տարբեր տեմպերով ու կպցնում էր իրար ինչ որ տենց հետո կիսում էր, փոխում էր։ Ավելի ծանր բաներ անում։ Բայց ավելի ծանր բաներ անում էր։ Էսի, օրինակ, եթե դու չլիներ հումորիստ, հա, մենք ասում ենք երգիծաբան, վերջերս կարդացի էլի հետաքրքիր բառ, զավեշտաբան։ Այդ ինչ է։ Զավեշտը էլի հումորն է, ինտելեկտուալ հումոր, զավեշտ։ Ինչ զավեշտալի պատմություն կհիշեք ձեր կյանքից, արի, տենց տարօրինակ բառեր ունենք մենք, հա։ Եվ եթե զավեշտաբան, երգիծաբան դու չլիներ, դու կլիներ երաժիշտ։ Երկիչ չէ, երաժիշտ հա։ Երաժիշտ, ես չասացի։ Բայց դու լավ ես երգում, քաշ։ Ինչ որ կարաոկեի մակարդակով, այո։ Որ գնում ենք կարաոկե ակումբ, ես մեկ-մեկ երգում եմ։ Հիացնում, շլացնում ես։ Չէ, դենց ավելի շատ զվարճացնելու համար մարդկանց ընկերներից, բայց որպեսզի դա դառնա իմ մասնագիտությունը, պետք է շատ տարիներ անցնի, ինձ թվում արդեն ժամանակը բաց եմ թողել։ Կարծում ես։ Վերջ։ Նոր աշխարհում։ Բայց երաժշտության պահով, եթե գնամ կոնսերվատորիա եւ ավարտեմ ինչ որ մի հատ լուրջ, օրինակ չգիտեմ, կոմպոզիցիայի բաժին։ Կոմպոզիցիայի բաժինը օրինակ կդառնամ երաժիշտ։ Ինչ որակի պարտ չէ, հա, ուզում եմ իհարկե։ Հիմա դու ամբողջ կյանք երաժշտությունով ենք զբաղվել, բայց անլուրջ։ Նենց ենք քանում ոնց որ ինվալիդ լինենք։ Ես գիտես կուզեի Այս ինչ է։ Սրանք ուրեմն սրանք դնում են բոլոր են սիրահարները, մի քիչ արդեն ժանգոտել են իհարկե։ Սիրահար։ Ջան։ Ասում եմ մի հատ կպատմես ինչ էիք նկարվում։ Գրիշ Աղախանյան ուզում է երկար ապրի դաշտում։ Դրա համար կոմերցիոն։ Լավ չեմ ես, փրկեք ինձ։ Եղբայրների, ընկերների մասին։ Հետո Շնորհավոր ծնունդդ ընկեր։ Մի շատ հրաշալի գեղեցիկ երգ ա գրել։ Շատ ինքնագրել։ Ռաֆին Ալթունյան։ Չէ, իրոք։ Հա, իսկապես։ Կոմասին է օրը այս Դե բաժակդ բերիմ հին ու լավ ընկեր։ Տենց երգ ա։ Էս անոնսա։ Իսկ ոնց էիք նկարում ընկերները սիրուն։ Սկզբից Գարիկը նստեց, որովհետև ինքը Գարիկն է, հետո նստեցի ես, ապա դոմ Սելիվսի ասում։ Հետո նստեց Աբելը, հետո Ռաֆին։ Ինչ որ տես դրվագներ է ստանում բան ռեժիսորը։ Մասը կնստի անպայման։ Այս դիվանին բոլոր սերունդների ընկերները այսինքն։ Հետո Հրանտարանիչը պետք է նստի։ Հրանտարանիչը կնստի։ Սիրուն բան է արել։ Ես ցավեցի, որ աղջիկը չեն նստում։ Ընկերների մեջ չկային աղջիկները։ Մյուսը երևի կանենք աղջիկեքով։ Ես մտքում մտածեցի դու բարձրաձայնեցիր։ Ես միայն ուրախ եմ, որ Գրիշը բոլորիդ հավաքել է թեկուզ տեսահոլովակում, որովհետև դա էլի սիրուն պատկեր է, որը կմնա Երևանի հիշողության մեջ, հետո սերունդները կնային ձեր մահից հետո։ Անպայման, բայց ես այնքան տականք մարդ եմ, ես չեմ մահանալու։ Լուրջ։ Հա, գարես ես այնքան երկար եմ մնալ։ Դու որոշել ես մինչև վերջ պատժել։ Պատժելու եմ ես։ Լուրջ չես ուզում։ Չէ, չեմ ուզում, շատ եմ ուզում, բայց չի ստացվել։ 60 տարուց այստեղ հանդիպում ենք։ Ոնց ասել 70 Կիսի որտեվ դու էլ ես։ Նազենին մեկին նկատողություն արա, ասել է 80, տենց խոսք չկա, 80, տենց աղջիկը ասել է մինչև 70, կարծել է 70 էլ չկա։ Բայց այդ 80-ը տենց մարդկանց բառապաշար։ Չէ, ինչ են բառապաշարը տենց աղավաղել ու ասում 80, ինչ։ Երևի 70, 80, հա։ Միայն հա, որովհետև 60
60, 70, 80։ Ավետս, կասես Գարիկը քեզ համար որպես սիմվոլ։ Բա այնքան լավն է, ինքը լեգենդար է։ Հա, կներեք։ Լեգենդար է։ Ինքը շատ լեգենդար է Գարուն, իմ նախ երկրի Յան ազգանունը համա ռուսական դաշտում, համա սովետական միությունում պահող տղա է ու մենք տարիներ շարունակ հպարտացել ենք Գարոյով ու Գարիկ Մարտիրոսյան անուն ազգանունով։ Այդ որպես հայ եմ ասում, որպես քաղաքացի։ Ես պետքա լացել։ Հետո իր հետ որ հանդիպում ես, ինքը մենք յուրմլայում ենք բոլորս, ես դու Սոֆին, տեսե ինչքան ինքը ընտան է սեր ու վայ լարվում եմ էլի դու ես հարցազը, սպասի սենց վերցնեմ, որ ես նորմալ խոսամ։ Շատ կայֆ տղա է, շատ Որ դու ես լարվում, ես ոնց եմ լարվում, որ մասնագիտությունն այդպես հայերեն խոսալը ու ինքը շատ կայֆ տղա է, ինքը ելնելով մեգա աստղ շատ հանդարտ, շատ խելացի ու շատ նատել վախնալու խոսք ասա։ Լպնեցակ է։ Չէ, լավ տղա է, շատ լավ տղա է ու ես ուզում եմ ինքը այս վերջերս գալիս գնում է Երևան ավելի հաճախ, ուզում եմ այս գալիս լինի ու գնում է ավելի քչանա, որովհետև իր նման հայերը պետք է վարակվեն այս երկրի բոլոր ձևի հիվանդություններով ու վարակներով։ Ուզում եմ ինքը որպես քաղաքացի ավելի զարկերակին մոտ լինի։ Տենց ամպերով։ Չէ, ամեն ինչից տեղյակ է ու տիրապետում է իրավիճակին։ Այդ էլ որպես վար։ Իսկ որպես ընկեր շատ հանդարտ, շատ այսինքն իր հետ միշտ լավ է, ինֆորմացիայի աղբյուր կա, թե երաժշտական, թե բժշկական, թե իր հետ հետաքրքիր է, ինքը լցնում է, համարուն վերցնում է, համ տալիս։ Անվճար է խոսում ինչ ասում։ Հիմա 27000։ Հիմա ուզում եմ մերսի ավ ջան, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալություն ձեզ ավետ։ 27000։ 900 Այսով էր էստեղին։ կողքի հարևանն։ Երկրորդ անգամ եմ արդեն տենում։ Այսօրվա մեջ։ Գար, դու մասնագիտությամբ նյարդաբան ես։ Այո, բայց զգուշ։ Շորի վրա։ Հա, ոչինչ։ Ես Երևանում պարզում ոչ փոշուց եմ արդեն նեղվում վաղուց։ Ինտելացել եք։ Ես որոշել եմ չնեղվել եմ բաներից, որոնց դեմ դուք չես պայքարի մեջ ես դեռ չեմ հաջողում։ Համաձայն։ Եվ դա չգիտեմ, որպես նյարդաբան ինչ կասես, լավ վերաբերմունք է, լավ որոշում է։ Ճիշտ մոտեցում է։ Հա, որովհետև ինչի կորցնես էներգիատ անիմաստ բանի վրա, եթե դա կարող ես կառուցելու ու ավելի որակով բանի։ Կառուցողական։ Այո։ Նոր խոսքեր հորինի, էլի հայերեն։ Խնդրում եմ հորինի, ես ուզում եմ։ Առանց այդ էլ դժգոհում են ինձնից։ Չէ, ես ընդհակառակ ես հրճվում եմ։ Ես որ նոր ոնց զավեշտաբան այդ Զավեշտաբանը ինձ համար էլ նորություն էր, զավեշտ բառը դե պարզ է գիտեմ, պարզ բառ է, բայց զավեշտաբանը պարզում է դենց առանձին, երգիծաբան գյուղ լինի։ Զեյվեի խառնուրդը շկա, հա։ Զավեշտաբանից մտնում ես հետո Իսֆահան, չէ։ Հնչյունային նմանություն կա։ Խնդրում եմ նոր խոսքեր եմ։ Նայր, օրինակ որ ասում են հումորիստ, մի տեսակ sense ոնց որ փոքրանա։ Հումորիստ։ Երեք ես իմջալուց գնացել էի այս տեղի բանը կոմեդի, ես ինչ արի կոմեդի շատ լավ տեղ էր։ Չեմ եղել։ Հա, ու Արտուրը Չապարյան ասում է դու ասում ես հումորիստ ես, կոմիկ ես, ես ասում եմ չէ, Արտուր ջան, սխալվում ես, դու կոմիկ ես, հումորիստ, ես չէ։ Ու իրոք չեմ, ես ինչ կոմիկ չեմ համարում։ Այո, Միշան Գալուստյան կոմիկ է, Խարլամովը կոմիկ է։ Որովհետև կերպարներ են խաղում։ Դե իրանք կոմիկ են, իրանք հատուկ նենց են անում, որ մարդիկ ծիծաղան, ինչ որ էներգիա են տալի տենց երկիծանքը, հա, բան են սարքում, էլի, հա, իրանք տենց են իրանք, տենց հնարավոր տենց էներգիա ունեն, որ մարդկանց պետքա ծիծաղացնեն։ Ես տենց էներգիա չունեմ ու ուժել չեմ գործադրում։ Ես կամ մի բան ասում եմ, մարդիկ ծիծաղում են կամ չեն ծիծաղում, ես հատուկ չեմ կարա մարդկանց այդպես կոմիկություն անեմ, Կար, բայց սպասում են, չէ՞ քեզնից, որ դու օրինակ երևի, հա, ամենահաճախ հարցը, որ ես լսում եմ, որ տրամադրությունը դվատ է։ Տխուր ես։ Ասում եմ ինչի։ Որ չես ծիծաղես։ Օրինակ ես որ երկիծաբան եմ, պետքա սենց ինձ պահեմ։ Հա։ Ասում եմ, չէ, օրինակ երկի 4 սեղանի շուրջ նստած ինքը չի երգում, հա։ Կարող պրոստը ուղակի նստի, չէ՞։ Ես էլ ուղակի նստած եմ, ամեն ինչ նորմալ է, տղաներ։ Ես մի օր գիշերը ցերեկ արած, 2 օր անընդմեջ թռիչքից հետո պատահաբար վերջին թռիչքից առաջ հանդիպում եմ մի հեռավոր ծանոթու, որը ինձ հենց համ հոգնած ես։ Ինքը այդ կարճ թռիչքներ մենակ թռնում, ես 2 օր թռիչքի մեջ էի։ Ես
Չէ ասի, տխուր եմ, ասիկա, պարզ աղուկնած ես, 2 օր թռնում ես նոն-ստոպ։ Դե միշտ չես կարա ժպտաս, տենց հիմարի նման ծիծաղես, քեզ սենց պահես, բայց մարդկանց համար դա անսովոր է, որտեղ իրանք մտածում են, եթե դու դրանով ես զբաղվում, մասնագիտությունից հետո պետք է ինչ-որ միշտ աշխուժ լինես հումորներ։ Մարմնաշարժումներ Եթե տենց քեզ չես պահում, ուրեմն ինչ-որ մի բան լավ չի, ինչ-որ տրամադրությունը վատ է, հոգնած ես, վատ ես։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Կար, երբ գալիս ես Երևան, դու գալիս ես մեքենայով, չէ՞։ Այո։ Ինչի ունես ֆոբիա, կպատմես ինձ։ Նենց լավ է, Չեմ կարող ասել, չեմ փորձել, բայց մեքենայի ֆոբիա էլ ունեմ։ արդեն։ Վախենալով եմ քշում մեքենա։ Դե Մեքենան շատ վտանգավոր բան է, որ Մոսկվայից գալիս ես Երևան, հա, տարբեր տեսակի վատ ճանապարհներով ես անցնում, տենց արագության տակ ավելի վտանգավոր է, քան թե ինքնաթիռը։ Դե հետո ստատիստիկայով ասում են, չէ՞, որ ինքնաթիռը ավելի պակաս Բայց վտանգավոր է։ այդ ընթացքում ինչն է լավը, որ ես Վլադիկավկազում ունեմ ընկերներ, որոնց չէի տենալու տենց հաճախ, եթե տենց բաներ չանեի, եւ Թիֆլիզում ունեմ ընկերներ վրացի, որոնց այցելում եմ ամեն տարի։ Այսինքն դու գալիս ես, այսպես ընկերներին տեսնելով, հավաքում ես, գալիս ես վերջում Երևանում, Ֆանկի, նախապատրաստական երեկոներ։ Վլադիկավկազում եւ Թիֆլիզում։ բայց ասում ես, չէ՞, որ պետք է գաս, որ ենք լինեն այնտեղ։ Որքե։ Իրանք նախորոք արդեն սպասում են ինձ։ Սեղանը դրած, Ահա։ ամենտեղ իր ուտելիքներով, Սուպրազերոպս, տենց է կոչվում։ վրացիների մոտ։ Հա, Սուպրազերոպս։ Դրա համար ես շատ գոհ եմ, որ տենց է ստացվել։ Կար ո՞նց ես գալիս Երևան մտնում։ Դու որ քաղաքով ես գալի։ Իջևանով, Դիլիջանով գալիս Այսինքն եմ Երևան, ոնց գամ։ վերջը Իջևանով ես գալիս։ Հա, բա ոնց։ Որտեղից որ քո ծնողներն են։ Պապիկս, տատիկս Իջևանից են, մյուս պապիկս եւ տատիկս Ճամբարակից։ Բայց իրանք բոլորը ես քեզ պատմել եմ Արցախից եկել են։ Այ ես ուզում եմ այդ մասին Region, խոսենք, region. բայց չգիտես դեռ մանրամասները որտեղից են Արցախի։ Չէ։ Գար Իջևանից գալիս ես ու գալիս ես Երևան։ Այո։ Ո՞րն է քեզ համար Երևանի թրթիռը կամ սիմվոլը։ Որ ասում ես Երևան առաջին ինչ ես հիշում։ Դες ճիշտ է ասեմ, որ ես գալիս եմ Երևան, ոնց որ սենց մեջս մի բան փոխեն, ոնց որ ես տեղից գնացած չլինեմ, ուզում եմ մի տարի անցած լինի, հենց գալիս եմ մեքենայից իջնում եմ Սայաթնովայի պողոտա։ Տուն։ Ոնց որ ոչ մի բան, միջև այդ իմ հետ ոչ մի բան չէր եղել, տենց երազ էր ինչ որ գնացել էի Մոսկվայում ելույթ էի ունենում, ես ինչ էր եղել այդպես։ Հանդիպել եմ մարդկանց։ Հա, այ հիմա ոնց որ ես հիմա Երևանում եմ, ես չեմ հիշում հետս ինչ ա եղել Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում։ Ոնց որ ոչ մի բան չի եղել, ես միշտ տեղ եմ եղել։ Իսկ ո՞րն է ասոցիացիան Երևանի։ Որ ասում ես Երևան առաջին ինչ էմոցիա է գալիս մոտդ։ Ամառ, Ահա, որովհետև ամռանն ես ավելի շատ գալիս։ հատուկ։ Ես ձմռանը մի տարի եկա, մի 20 տարի առաջ երևի նոր տարի նշելու, նենց եմ փոշմանել։ Ինչի։ Եղանակը մռայլ էր շատ։ Մարդիկ տներով նստած, հա դե մի օր, երկու օր գնացիր հյուր, երկրորդ հյուր, 50-րդ անգամ գնացիր հյուր։ Հունվարի 4-ն էր արդեն ոչ մի բան չկար։ Ես էլ սիրում եմ շատ զբոսնել, մարդկանց հանդիպել, նստել, վեր կանալ, այնց ժամանակ անցկացնել հետաքրքիր ու որոշեցի, որ ձմռանը երբեք չեմ գալու երևի։ Բայց հիմա շատ հաճելի է։ Գարուն, ամառ, աշուն։ Հիմա այդ տներով գնալ իրար շնորհավորելը դեռ պահպանվել է։ Դե ինչ որ չափ։ Բայց նաև դուրս ես գնում ինչ որ ակումբային հետաքրքիր բաներ են լինում, համերգներ են էլի ձմեռային ֆորմատի։ Ես չգիտեմ, դուրս չեկավ հեչ։ Դրա համար որոշել եմ մենակ ամռանը։ Նա ինչ լավ է Նազենին ամռանը։ Ամռանը Երևանում։ շատ լավ է։ Ես իհարկե գերադասում եմ աշունը։ Այսինքն ինձ համար Երևանը ամենասիրուն աշունն է, որը կարելի է աշնանը մեր նկարահանումներն է սկսում Ռուսաստանում եւ համեցնենք։ պետք է նստենք, շնորհակալություն։ Նստենք էլի մի քիչ, տարիքը մեր հարգենք։ Այ բալամ ջան։ Լրի, մալխասիական կանչի։ Այ մի պադյեստ մարդ ենք, որ ասում է, ճիշտ էլ ասում է։ Վայ, ինչ լավ էր։ Գար գիտես ինչ էի նայում, ինչ ասես փնտրում է այսօր քո մասին, երեք էլ նախորդ օրն էլ, ու հասկացա, որ դու ընդհանրապես շատ քիչ ես տվել ինտերվյու։ Տվել ես, բայց քիչ։ Քո տարբեր գոլեգաների համեմատ, հա, տարբեր։ Դա ստիպողական։ Վստահ եմ։ Երևում է, որտեղ ճուզելով։ Չէ, ոչ թե ճուզելով հենց այդ մարդուն այդ հարցազրույցի այդ մարդը հետ անցկացնում, այլ տեն միշտ տենց է ստացվում, տենից ասում են, քանի որ մենք նոր նախագիծ ունենք, նոր բանա ինչ որ սկսում,
Խնդրում ենք քեզ գնա այս մարդու մոտ, ինքնանք իրանց հարցերը կտան, արանքում էլ կասես, որ այս ամսի քանիսին հոկտեմբերի 16-ից նայեք, ես մուն դե լավ։ Ու գնում եմ, սենց նստում եմ, ինձ նույն հարցերը տալիս են, ոնց էս կնոջդ հետ ծանոթացեք, Comedy Club-ը ինչի բացվեց, Comedy Club-ը ինչի փակվեց, Ես դեռ այդ հարցերը չեմ տվել։ ինչքան գումար աշխատեցիք Comedy Club-ի բացվելուց ու փակվելուց, եւ ինչի է եսիմ ինչը ոնց, նույն բաները։ Ես էլ լուրջ դեմքով դա հարգելով այդ մարդուն լուրջ պատասխանում եմ այդ հարցերին, անհետաքրքիր ինչ որ։ Գար եթե այս խելքին ու այս հասունության լիներ, դու կլիներ կոմեդիում։ Իհարկե, բայց բեմ չէի դուրս գա։ Ինչի՞։ Որտեւ ես նկատել եմ, որ դու արդեն այդ этаպում ես։ Ես բեմում հայտնվել եմ շատ հանկարծակի։ Ես սցենարիստ էի, ինձ վերցրեցին թիմ, նույնիսկ ոչ վերցրել են ոչ թե որպես սցենարիստ, այլ երաժշտական խմբագիր։ Ոնց է ասեմ, ոնց է ճիշտ դա։ Հենց այդ, ընտիր, երաժշտական խմբագիր, հա, որ ընտրում է երգերը, երաժշտությունը։ Եվ եկա Ջենտլմենի ու Դաչի ուրախների հնարամիտների ակումբ։ Ջենտլմենի ու Դաչիում խաղում էր Արթուրը Ջանիբեկյան, Արմենը Պետրոսյան, Մենչը, Տաշը, Սարգսյան, Գրիշը, Գասպարյան, իրանք արդեն ձևավորված թիմ էին։ Ես գալիս եմ ամսի մայիսի 8-ին թե 9-ին խաղն է, ես գալիս եմ մայիսի 1-ին։ Ես չգիտեմ ուրախների եւ հնարամիտների ակումբը այդ ինչ է ընդհանրապես։ Գաղափար չունեմ, իրանք էլ Արթուրն էր, Տաշը, Մենչը, Գրիշը, Գասպարյան ու վերջ Կարենը չկար։ Չէ, Կարենը ու Ալիկը պոլիտեխնիկի թիմից էին։ Նրանք հետո եկան մեր թիմ։ Այդ արդեն 2 տարի հետո։ Եվ ինձ Տաշը բերում է պոլիտեխնիկի այդ բանը դահլիճը, ասում է մենք թիմ ունենք, արի նայի դուրդ կգա թե չէ։ Իսկ այս տղաները, որոնք բեմի վրա են, գիտեն թե ես ինչ որ շատ կարևոր հեղինակություն ունեմ հումորում, ես մենակով դահլիճում նստած եմ, իրանք ասում են տղաները այդ Գրիշը, Մենչը, իրանք սկսում են այդ կավենը իրանք ցույց տալ, ես ասենց ուշադիր նայում եմ։ Իրանք վերջացնում են, ասում են, հա ինչ կասես, ասում են տղեկ ջան, ես չեմ հասկանում դուք ես ինչեր եք խոսում, բայց բրավոյի երգը սխալ եք երգում, այդ երգը տենց չի։ Մեղեդին տենց չի ու սխալ է նվագած երգած, ասում եմ, բա ոնց է պետք, ասում եմ, սենց, ասում եմ իրանց։ Բրավո երգը ո՞րն էր։ Բրավոն երգ ուներ, ժիլ դա byl, չորնի կո, զալվոմի կատան։ Ասում են, բա ոնց է պետք երգել, ասում եմ, սենց է, ժիլ դա byl, չորնի կո, за углом։ Ասում են, իսկ կլինի դու երգես այդ երգը։ Ասում են, որտեղ, ասում են, ամսի 8-ին Համալիրում խաղ ունենք, առաջին հայկական, եսի ուրախներ։ Հայաստանում էր։ Բայց ես չեմ հասկանում, ես ինչի մեջ եմ մասնակցում։ 93 թվականի սկիզբն է։ Ես 19 տարեկան եմ, Արտուրը 17, Գրիշը 17, այդ տենց տարիք։ Դուք էլ եք էլի ջահել եղել։ Եվ վերջը այդ խաղին տենց այդ երգը, որ երգում եմ, հետո մյուս խաղն է գալի, էլ ինչ որ երգ են տալի երգեմ, հետո արդեն մեր թիմը ու վիրտուոզի Երևանը թիմ կար, Սարգիսը Մնոյան, Թաթը, Արմենը, Էդուարդ Էդիկը։ Էդիկ ուրիշ թիմից է։ Վերջը միանում ենք իրար, դառնում է նոր թիմ, որի անունը Ռոդստվինիկի iz Երևան։ Այդ Ռոդստվինիկի iz Երևանը գնում է Սոչի, Ռուբոն Ջաղինյան եւ Երևանի բժշկական համալսարանի տղաները տանում են այդ թիմը Սոչի։ Ես գնում եմ արդեն որպես երաժշտական խմբագիր եւ ընդհանրապես բեմ չեմ դուրս գալու, միտք էլ չունեմ բեմ դուրս գալու։ Երաժիշտի կողքը կանգնած էի, Հայկոյի կողքը, Գոքորներ, Հայկոներ ու ասում էի այստեղ սենց է պետք սխմել, այստեղ սենց նվագի։ Կուլիսներում անցնում է տենց ես իմ գնում ենք Վառոնեժում առաջի լիգան խաղանք Մասլիկովի մոտ, ինձ ինչ որ մի հատ դեր են տալի հետևի պլանով, պրոստը նրա համար ուղղակի որ տենց ուրախանանք ու Արթուրը Ջանիբեկյան ասում է շատ ճիշտ ասում որ դու բեմ չես դուրս գալի, ասում է դու բան ես, նից իլիգինիչն ես, դու բեմի մարդ չես։ Ինքը ասում է ես է բեմի մարդ չեմ, դու էլ բեմի մարդ չես։ Ասում է դու լավ հասկանում ես, շոու ռաներ ես, պրոդյուսեր ես, սցենար ես գրում, ես էլ լավ կարամ տնօրինեմ այդ ամեն ինչը։ Ես հասկանում գումարները, սպոնսորները բան։ Ես ասում ես էլ ուղղակի միտք չունեմ բեմ դուրս գալ, ասում հա ճիշտ եք ասում տղեկ ինչ ուրիշ մենք նշում ենք էլի ասում ենք օրինակ Գրիշը լավ կոմիկ է, լավ դերասան է, Տաշը սենց է, Ալիկը Կարենը Մանթաշյան այ շատ ուժեղ է եւ այլն։ Տենց հանկարծակի ստացվում է նենց որ ասում են մի հատ դուս արի, ես էլ եմ ասում ես ինչ կանեմ, տենց հայտնվում եմ բեմի վրա, բայց այդ բանը հեռանկարը ես չեմ տեսնում, ես միշտ մտածել եմ, որ մի անգամ այս խաղն էլ խաղում ենք եւ ես бемից գնում եմ սցենար գրեմ իմ համար։ Песенка называется «В красной пресне по весне сосна». Прошу вас подпевать.
Москве весна, 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 весна. Цветет сосна, 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 сосна. И стекнут то ли фонарики, на что ли день скверик. Трудно, да, подпевать? Խաղից խաղ, տենց տարիներ անցնում, իդեպ Արտուրը ասում, այդ 93 թվականի մայիսի 1-ին որ եկա, Տաշը Արտուրին հարցնում ասում, Գարիկին կվերցնենք մեր թիմ հեռախոսով, այն բան հեռախոսներ կար է փողոցում։ Արտուրը ասեց, լսի, ասեց, Տաշ ջան, մի շաբաթից խաղ ունենք։ Ես հիմա հստակ պատասխան չեմ կարա տամ, որովհետև իմ որոշելու բան չի, մենք թիմով պետքա որոշենք։ Ասեց, թող Գարիկը գա ծանոթանանք, մենք հետո կպատասխանենք, իրան վերցնում ենք թիմ, թե չէ։ Հիմա եկել արդեն 99 թիվը, մեր վերջի խաղն է արդեն, եզրափակիչ խաղն է, ես էլ արդեն կապիտանն եմ, արդեն թիմի կապիտանն եմ, Արտուրը լավ հիշում եմ, ասենց սիգարով նստած է իր համարում, Ռասիա հյուրանոցում։ Ասեց Գարջան կբարձրանաս, իմ համար բարձրացա, ասեց ինչ կարդ, ասեց լսի հիշում ես, որ մենք պետքա մտածենք քեզ վերցնում ենք թիմ, թե չէ, ասում եմ երբ, ասում են 97, ասում եմ մտածել ենք չենք վերցնում։ Մենք բայց վերջի խաղն է։ Ասել բան փարքաստ այս տարիների ընթացքում մտածել եմ երբեք ինձ թիմից։ Ու տենց հանկարծակի հայտնվել եմ բեմում, հետո սկսում է կամեդի կլաբը։ Ես գալիս եմ կամեդի կլաբ, օգնեմ տղաներին, որ այդ կամեդի կլաբը ինչ որ կայանա ակումբում։ Առանց մտածելու, որ այդ կամեդի կլաբը ես իմ ինչա դառնալու, առանց հավատալու, առանց մտածելու, առանց ինչ որ բաներ գծելու։ Կար գիտես ինչն եմ շատ սիրում, օրինակ որ Վոլյան երբևէ չի զլանում նորից բարձրաձայնելու, ոնց ես դու իրեն օգնել, երբ որ նա նոր էր եկել Մոսկվա ու տեղ չուներ մնալու եւ դու իրան տալիս էիր կացարան, տալիս էիր փողիկ, վերջը օգնում էր։ Հա, տենց բաներ էր։ Շատ շնորհակալ ձևով այդ հա պատմում է ու իրականում մեր յուրաքանչյուրիս կայացման էտապում մենք ունենում ենք շատ օգնող եւ շատ խանգարող մարդիկ։ Քո կյանքում ով է եղել, որ այնքան ճիշտ է խանգարել, որ օգնել է։ Չէ, խանգարող տենց չի եղել։ Իրոք Վոլյան, ես չգիտեմ այդ կոնկրետ ինչի մասին ասում, բայց շատ դաժան ժամանակներ ենք ապրել, որովհետեւ 2000 թվականից մինչև 2003 թվականը, 2004 թվականը իրոք ահավոր վիճակում ենք եղել բոլորս։ Ոչ փող ունեինք, ոչ մեկին պետք չէինք ընդհանրապես։ Դե կար այդ 90-ականներից նոր դուրս են գալիս։ Մեզ ընդհանրապես ուշադրություն չէին դարձնում, հենց չի որ ասում են տղաներ, մենք տեսնում ենք, որ դուք ինչ որ տաղանդ ունեք, կարող է հույս կա, մի քիչ էլ աշխատեք, դա ինչ չէ, ուր գնում ենք, ասում ենք, խնդրում ենք, էլ մի եկեք։ Մենք չենք հասկանում դուք մեզ ինչ եք ասում։ Մենք այդ կամեդի կլաբը, որ Արտուրը նկարել է, վերեց այդ ռեժիսորներին եւ այդ նկարանման խումբը մեզ նկարեցին կամեդի կլաբ ու այնվաղ կասետներ էր, վիդեո կասետով տարել է, բոլոր ալիքներին տվել է։ Первый канал, канал Россия, NTV, STS, բոլորին REN-TV։ Ոչոք չի դարձ։ Ոչ թե զանգում են, ասում են, գիտեք ինչ, նայեցինք այդ կամեդի կլաբը, հեչ լավը չէ։ Ճուղիկ չեն զանգում։ Կար դա ինչ է, իրենք հասուն չէին, պատրաստ չէին, ֆորմատը անսովոր չէին հասկանում, հումորը իրենց համար սուր էր, ինչ որ, չգիտեմ, ինչն էր։ Ինչ որ մի ալիքի համար երևի հումորը շատ էր սուր։ Մյուս ալիքը չէր հասկանում, ինչ էր պարզվել վերջում։ Պարզվեց, որ մենք այդ կասետը օրինակ տարել ենք սեպտեմբերին, TNT-ն մեզ զանգարեց մարտին։ Բայց ինչ ասեցին իրանք, ասեցին տղաներ, այդ կասետը, որ դուք բերել եք սեպտեմբերին, մենք նոր ենք նայել։ Շատ լավ բան է, եկեք խոսացինք, 7 ամիս իրանք ուղղակի չէին նայել։ Բայց մեզ միջև զանգեց STS-ը, Սաշա Ցեկալոն էր STS-ի բանը։ Գործադիր տնօրեն։ Չէ, կրեատիվ, ոնց կլինի հայերեն կրեատիվ։ Ստեղծագործական պրոդյուսեր։ Երևի ստեղծագործած։ Ինքը ասեց տղաներ, այդ կասետը, որ ուղարկել եք, ես շատ հավանել եմ, եկեք անենք STS-ում։ Ու STS-ում Ռադնյանսկին էր աշխատում, Ավենը սպոնսոր էր Ալֆա բանկը, իրանց բերեց այդ բան կամեդի կլաբի այդ մեր ելույթին ակումբում։ Ու ահավոր դուրները չեկա, որովհետև շատ տենց բան տեղին մտել խոսքեր լսեցին, ասին չէ ու Ցեկալոն իրանց համոզում էր, ասում էր չեք հասկանում, սա лав բան է։ Ու STS-ը տենց հրաժարվեց ու 7 ամիս հետո զանգահարեցին TNT-ից, ասեցին, «Ո՞ւր էիք, տղաներ, նոր կասետը ձեր նայեցինք, ձեր ծրագիրը»։ Схема станции московского метро на английском языке. Grandmothable. Бабушкинская. Always. Крылатская. The alcoholical line. Синяя ветка. Hochland. Киевская. Крошка картошкабл. Белорусская. Very bad girl. Динамо.
Ու ինչքան մնաց դա այնտեղում։ Քանի տարի։ Դե մինչև հիմա գնում է 2005 թվականին սկսեց, հիմա 20 տարի արդեն։ 20 տարի։ Լավ չի։ Գժություն է։ I want to know. Ես ընդհանրապես կարծում եմ, որ տելեֆորմատները ամենասիրուն կյանքն են ապրում, երբ կարողանում են մնալ մի ալիքում։ Այդ հավատարմությունը երկկողմանի, թե ալիքի կողմից հոգատար վերաբերմունք, թե այդ ֆորմատի դժվար ճանապարհ է։ Նենց չի որ քեզանից է կախված, կարող է տենց չլինի, դու ուժեր գործադրես։ Ամեն ինչ անես, բայց տենց չստացվի։ Տենց ծրագրեր շատ կան, էլի որ սկսել են ու փակվել են, բայց լավ ծրագրեր են եղել։ Կար այս ռազմինկաների ժամանակ, ավելի ճիշտ կավենների խաղերի ժամանակ, արդեն մեծ լիգաներում իմ ամենասիրած մասը ձեր կապիտանսկի ռազմինկաներն էին։ Ու ես սպասում եմ, եսա ինչ ինտելեկտուալ ուժեղ գմփ հումորա լինելու, ընդհանրապես դա կարող է լինել մի բառով, դա կարող է լինել շատ բարձ ստորադասական նախադասությամբ։ Քեզ համար կավենում որ կտորներն էին սիրելի։ Բացի երաժշտականից։ Դա ամենաչսիրածս կտորներ, որովհետև ես հոգնած նույնիսկ ասեի տանջամա հեղած, որովհետև գիշերները չենք քնում։ Մասլիկովը շատ սխալ համակարգ էր սարքել, որովհետև խաղից մի օր կամ 2 օր առաջ կարող էր վերցնել եւ ասել ձեր օրինակ բանը երաժշտական կոնկուրսը չկա։ Ինչի՞։ Տենց։ Ասում դուրս չի գալի։ Հա։ Եվ այդ համակարգը շատ է խանգարել բոլոր թիմերին ավելի տենց բացվելու, հա։ Դե ավելի լավ ելույթ ունենալ, որովհետև եթե ինչ որ բան քեզանից քո ծրագրիցդ կտրում են, գիշերը պետքա նստես, քիչ չի մտածես, նոզերոից գրես, փորձ անես, գործիքավորում անես։ Դա ինտերնետ չկար այն ժամանակ։ Ոչ մի բան չկար։ Ու քանի որ ես էի պատասխանատուն սցենարի, ես շատ տենց ուժասպառ վիճակում համ էլ պետքա դուրս գա այդ կապիտանսկի կոնկուրսը խաղայի, բայց արդեն ոչ էներգիա ունեի, որ ուշադիր նայես հիմա երևի որակը նենցա որ կարող է չերևա, աչքերս չկար, ոչ մի բան չեմ հասկանում ինչա կա։ Դե բայց ասում եմ ամենահոգնած վիճակում ենթա կեղևը ուղեղի արտադրում այն ամենաուժեղ երևի շատ ծանր է, կավենը իրականում շատ ծանր խաղ է, շատ ահավոր բան է։ Химия – трудная наука. Изучая химию, я понял, что российская нефть бывает двух типов. Вы все хорошо знаете этих двух типов. Замечательный и последний вопрос. Հետո ձեր ժամանակ դուք ապրում եք, երգում եք, գրում եք, խաղում եք, ամեն ինչ անում եք։ Հիմա օրինակ դա դարձել է այլի մեծ համակարգ։ Պարողը պարողն է, երգողը, չգիտեմ ինչ անող, այսքան չնայած դուք դրուժբա պարային համույթից էլ եք, չէ՞։ Ոչ միայն Մայա Մարկարյան իր խմբով Տեաջազ համույթ։ Տեաջազն էլ է Մայայի։ Որը հա, համ էլ top 10 ռաբիզում է 50 տարի երգի մեջ էլ են իրանք պարում աղջիկներ։ Այն վաղ այն ժամանակների ամենաուժեղ պարային համույթներ, ամենաուժեղ։ Եվ դրուժբան, եւ հետո տղաներ եկան։ Ես հիշում եմ Հրաչենց ոնց է իրանք համույթը։ Բարեկամություն, Արայի դանսը։ Այ դրանք էլ Կավեն ինչ որ շատ յուրահատուկ միացում էր հայկական հումորի, տարբեր արվեստային ժանրերի ու միասնական ինչ որ բարի բան անելու։ Իրականում հարցը այդ հաղթանակը չէր այս կամ այն թիմի, չնայած երկու թիմ կա, որը մխրճվեց հայկական գիտակցության մեջ, այդ մեկը բժշկականի թիմն էր, բժշկականի թիմը եւ մեկը նոր հայերը։ Երևանի բժշկական համալսարանի թիմը լեգենդար թիմ է, ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես Կավեինի այդ բանում համակարգում։ Почему армян такой большой нос? Это компенсация за маленький рост. Армянское радио. А теперь реклама. С твоими зубами все в порядке? Отлично. Но если долго не кушать яблоки, они ведь могут сгнить. Мои зубы? Нет, мои яблоки. Տղաները նենց նշաձող դրեցին։ Ոչ միայն միջև Երմի ուրախների հնարավորությունների ակումբի գալը Կավենը բան չուներ, ոչ չուներ, տենց գեղեցիկ ոչ չուներ։ Ուղղակի ինչ որ տենց բան էր։ Ջահելներ էին, հա։ Հիմա հիշում տղաներին, էլեգանտ չէ, էլի հայրան որեկանից։ Այո, էկրանից տենց զգում էիր դու որ Ռուբենը Ջաղինյան դուրս էր գալու, դու ընդդեղից զգում էիր որ Իվ Սեն Լորանի հոտ է գալի այնտեղ Մոսկվայում, դու տանը Երևանում նստած։ Իսկ մնացած թիմերից այդ ժամանակի տենց բան չկա, իրանք այդ կարմիր գոտիները, հատուկ մտածված, ոսկապներով, հետո գործիքավորումները արդեն մշակված, ջազային եւ այդ բան էլեգանտ ոճը շատ ուժեղ էին տղաները, էլի։ Մենք արդեն ոնց որ էքսպլուատացիա սկսեցինք անել այն ամենը, որ Երմիի թիմը հորինել էր։
Զարգացրեցինք միտեղ կատարելագործեցինք որոշ տեղերում, բայց ձեր ձևով։ Բայց եթե իրանք չլինեին, մեր թիմը չէր լինելու ընդհանրապես։ Ոչ մի հայկական կավեն չէր լինել։ Իրանք են, մենակ իրանք են եղել պատճառը, իրանք ինչ եմ ես իրանց համարում ավելի ուժեղ թիմ, քան թե մեր թիմը, որովհետև մենք մեզանից հետո ոչ մի թիմ չենք թողել, իսկ իրանք թողել են մեզ։ Մենք չենք կարողացել այդպես, համ չենք արել, համ չենք կարա։ Գուցե ձեզնից հետո չմնաց այն թիմը, որը անվանապես այդպես մխրճվել, բայց եղան, չէ՞։ Գնաց հիմա իմ կուրսեցիներից նույն Կարենը Բաբաջանյան, մենք չենք զբաղվում իրանցով, հա, իրանք ես ուզում եմ ասեմ նրա մասին, որ ուզում եմ ասել, որ Երևանի բժշկականի թիմը այդտենց մեծ քայլ է արել, էլի։ Մեզ սովորացրել է կավեն խաղալ։ Արի վերադառնանք Երևան, կավենից վերանանք եւ գանք, չէ, այս կարևոր բան է։ Վերադառնում ենք շատ յուրահատուկ մի հաստատություն, որը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է, որտեղ դու ընդունվում ես որ թվականին 90 դաժան դժվար տարիներին դու ընդունվում ես, որպեսզի դառնաս ինչ? Նյարդաբան։ Թե որպեսզի դառնամ կավենշիկ։ Կավենշիկ վերջում։ Զավեշտաբան։ Զավեշտաբանը լավ բառ է։ Զավեշտաբան։ Չէ, երգիծես Զավեշտաբան։ Արի հասկանանք, ինչն էր քեզ դրդում, որ դու գնաս հենց այդ ուղղությամբ։ Ոչ, ես մամաս ու պապաս իմ տեղը որոշել են։ Որտեղ ես ուզում եի նկարիչ դառնայի, Հակոբ Կոջյանի դպրոցն եմ ավարտել։ Ու ձերոնք հասկացան, որ դու խնդիր։ Թերլեմեզյան, չէ, գնում էի արդեն Թերլեմեզյան, պապան եւ մաման ասեցին, լսի, նկարիչ sense տենենց կարած դառնաս, դա մեկը մյուսին չի խանգարում։ Ավելի լավ է դառնաս բժիշկ, ունենաս ինձ ամուր մասնագիտություն, ուզում ես նկարչությունով զբաղվես, խնդրեմ, զբաղվիր, բայց ավելի լավ է որպես հոբբի մնա։ Քո համար նկարի ինչքան ուզում ես։ Բայց նկարում ես հիմա։ Հիմա չէ, արդեն ժամանակ չունեմ, դա լուրջ բան է, պետք է կտավառնես, յուղաներ։ Բայց դու լույսուստվերով չէր, գծանկար չէր անում սկզբում։ Էտյուդնիկով, Թերլեմեզյան, որ ընդունվել ես։ Չէ, Թերլեմեզյան չընդունվեցի, հետո ասացես, էլի։ Թերլեմեզյանի տեղը ընդունվեցի բժշկական։ Բայց ո՞նց։ Ծանր ինչ-որ պարապեցի քիմիա, ռուսերեն էինք անցնում։ Ինչի ռուսերեն։ Տենց էր 90 թվականին, որ ընդունվեի։ Օ, դե ռուսերեն։ Բուժական ֆակուլտետ, լեչֆակ, ռուսերեն պետքա ռուսերեն հանձներ։ Քիմիա, բիոլոգիա ու ռուսերեն։ Կենսաբանություն, քիմիա, ռուսերեն ու երևի մաթեմատիկա, թե չկար այն ժամանակ։ Չեմ հիշում։ Արդեն չեմ հիշում։ Կարողա պատմություն։ Քիմիան եմ հիշում, որովհետև ահա որ չէի սիրում քիմիան, բայց պետք է ինչ-որ բարդ օրգանիկ քիմիա։ Վերջը 90 թվականին մեկ ամենակարևորն էր, որ ես դպրոց մի տարի շուտ էի գնացել 16 տարեկան, 6 տարեկանում եւ համալսարանել ընդունվեցի 16 տարեկանում։ 16 տարեկանում բժշկական համալսարանը մի քիչ դաժան է։ Դե ծանր է, հա։ Հա, ծանր, որ առաջի օրը տարա մեզ անատոմիկում։ Բաստին դե նայեք ինչ գեղեցիկ դիակներ են։ Առաջին կուրսում ինչ են տանում անատոմի, որ միանգամից ստրեսի ենթարկեն, ասեն գնա տուն։ Ու համատեղ սկսեց կավենը։ Մի պահի եկա, որ հասկացա, որ կավենը բժշկությանը խանգարում է, իսկ իմ խորին համոզմունքն է Նազենի ջան, որ բժիշկը պետք է լինի 100% ուժեղ մասնագետ։ Հա, չես կարող ամեն գործ ունես մարդու կյանքի հետ, մարդու առողջության հետ, չես կարող լինես 50, երգիծաբան կարաս լինես 50%-անից, ճանաչում եմ տենց մարդիկ։ 10%-ով կարող է լինես զավեշտաբան, 1%-ով, բայց բժիշկը պետք է 100%-անից ուժեղ մասնագետ լինի։ Դե հա, նվիրված իր գործին, հա, ես հասկացա, որ չեմ կարալու համատեղեմ եւ չվերթ դեպի Մոսկով։ Գար դու հիմա 51 տարեկան ես, չէ՞։ Փետրվարի 14։ Այո։ Սիրահարների օրն ես ծնվել։ Դրա համար ենք եկել։ Սիրահարների այգում ենք մենք դրա համար, ադոր համար։ Դու ադոր համար։ Adore։ Որ պաշտելու պահն է, էլի։ Adore։ Adore։ Կամ ուղակի դուր։ A table։ Նյարդաբանի կարիք ունեմ։ Դու հիմա անընդհատ ու միշտ ուսումնասիրում ես բժշկությունը։ Գնում ես սիմպոզիումների, խորանում ես մասնագիտորեն։ Արդեն դա է դարել հոբբի, որովհետև դա ուղղակի ինձ համար հետաքրքիր է, ոչ մի Այդ եմ ուզում։ Մի հատ խնդրում եմ, արի ֆենոմենը հասկանանք, այդ բոլորիս։ Ուղղակի որ հետ չմնամ նոր բաներից, ինչ է դա քեզ տալիս։ Հետաքրքիր է ուղղակի։ Նույն ձևի ինչ որ աստրոֆիզիկայով եմ հետաքրքրվում, ոչ մի իմաստ չկա դրա մեջ։ Գրքեր եմ առնում, կարդում եմ աստրոֆիզիկա։ Մեր դպրոցում Սահակ Կարլոսովիչը մեր ֆիզիկայի դասատուն եւ Ալիկը
ցավոք սրտի ազգանունը չեմ հիշում, Ալիկի ազգանունը չեմ հիշում։ Ալիկը եւ Սաակ Կարլոսովիչը ստեղծել են աստրոֆիզիկայի կրուժոկ։ Մենք գրվել էինք այդ կրուժոկ, տելեսկոպներ ունեինք, գրքեր ունեինք։ Գնացել ենք նույնիսկ Իջևան, չէ, գնացել ենք Իջևան, որ Իջևանում տենց սարերում նայենք եսի ինչ, եւ տենց երևի 7-րդ թե 8-րդ դասարանում ենք, այն ժամանակվանից մինչեւ հիմա առանձին ինձ հետաքրքրում է այդ թեման։ Ոչ մի բանի հետ կապ չունի, չգիտեմ ինչի համար է։ Ոչ մի տրամաբանություն չկա դրա մեջ, ինչ որ նենց չի, որ այդ ուսումնասիրում եմ, որ 70 տարեկանում գնամ ես իմ ոչ մի գտար քո մոլորակը, օրինակոնը։ Չէ, մոլորակները չէ, մենք ավելի տենց չենք քանենք խորացել այդ թեմայը, որ մոլորակները հետաքրքիր չէ։ Ասում են, որ այս ամբողջ իրականությունը գոյություն չունի, եթե խորանանք այդ ուղղությամբ։ Տենց կա, բայց դա աստրոֆիզիկայի հետ կապ չունի, բայց լավ։ Որ ասում են ալտեր իրականությունն է, ու դա մենակ աստրոֆիզիկները ու աստրոլոգները տարբեր բաներ։ Չէ, աստրոլոգներ, աստրոլոգիա չկա, աստրոֆիզիկա կա։ Աստրոֆիզիկները, այս վերջերս մի հոդված էի կարդացել հետաքրքիր, որտեղ ըստ հաշվարկների հայտնաբերվում էին արդեն ուրիշ գալակտիկաներ եւ ուրիշ քաղաքակրթություններ, բայց դա մաքուր հաշվարկ էր ու դա գիտական ուսումնասիրություն էր ու որ բայց դրանք միլիոնավոր եսի միջհեռավորությունների վրա են ու ինչ որ շատ խառը պատմություններ։ Չէ, իրենք բայց ես համոզված եմ, որ իրանք առաջին հերթին գալու են Հայաստան։ Իսկ Մայքել են արդեն այս երկորը կոնկրետ այստեղ։ Նրանցից մեկը նստած է այս նստարանին արդեն։ Ու դու սենց անեիր։ Ինչի համար եմ ես քեզ հրավիրել հարցազրույցի։ Դու չես նայում, չէ՞ ֆիլմեր։ Չէ, շատ։ Ինչի։ Դե առաջին հերթին ժամանակ չունեմ, երկրորդ հերթին հետաքրքիր չի։ Արի ասա ինչ ես անում, որ չունես ժամանակ։ Հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր չի, ես հետևեմ ոնց են զարգանում ինչ որ իրադարձություններ։ Ուրիշի կյանքը, կոպիտ ասած։ Հա, օրինակ սիրահարվեցին եւ եսին ինչ եղավ եւ Էմոցիա ես ստանում։ Չեմ ստանում ես։ Ումից ես ստանում էմոցիա։ Ֆուտբոլից։ Նայ, քո կյանքում աստղերը ընտիր դասավորվեցին։ Դու համ Մանչեսթեր Յունայթեդ էիր սիրում, համ էլ եկավ Հենոն, ու սա դարձավ 2-ը։ Պատկերացրու այդ ժամանակը ամենաերջանիկ ժամանակաշրջանն ա եղել։ Ես թռել եմ, գնացել եմ Մանչեսթեր, գնացել եմ Լոնդոն Հենրիկի հետ հանդիպել եմ, որ ինքը Մանչեսթերում էր խաղում, Մանչեսթեր Յունայթեդ Արսենալ խաղին։ Իրանց հյուրանոցում իրար հետ նստել ենք, բան այդ մթնոլորտը զգացել եմ, նենց հետաքրքիր է, չես պատկերացնում։ Այսինքն քեզ հետաքրքիր է ֆուտբոլը եւ մարդը։ Հենրիկը Մխիթարյան առանձին ինձ հետաքրքիր է որպես մարդ եւ ֆուտբոլիստ, բայց ֆուտբոլը շատ եմ սիրում։ Այ ես ֆուտբոլից Ինչը, գար, որ նույն ձևի կինո, բայց սցենար չունի, դու չգիտի, պատկերացրու դերասանները չգիտեն ոնց է վերջանալու պիեսան։ Հետաքրքիր թատրոն չի։ Այ պատկերացրու։ Իմերսիվ է, էլի։ Իմերսիվը, չէ, իմերսիվ իրանք գիտեն ոնց է վերջանալու։ Նովելը երբեք չգիտես ոնց է վերջանալու։ Չգիտես, եթե դու կարդում ես նովելը, բայց մարդիկ, որ բեմի վրա խաղում են այդ նովելը, իրանք գիտեն, դե պատկերացրու, բայց մի հատ նովել, որը դերասանները ոչ մեկ չգիտի ոնց է վերջանալու։ Պատկերացնում ես ինչ հետաքրքիր թատրոն է ֆուտբոլը։ Դե շատ հետաքրքիր։ Ու ինչ դերասաններ են խաղում, Հենրիկը Մխիթարյան, այնց վարպետներ։ Այդ էմոցիան ես կինոյի տեղը ստանում եմ ֆուտբոլից։ Չգիտեմ խիտ, այնց շատ չեմ խորացել, երևի այդ պատճառով, որ ոչ մի բան պարզ չի։ Հենոն իմ կյանքում եղել է յուրահատուկ մարդկանցից, որը կոտրել է շատ կոնկրետ կարծրատիպերի իմ ուղեղում, որ ես մեծամտորեն երիտասարդ էի դեռ 2006 թվականներ, կարծեմ 6-7 թվականներ երջանկության մեխանիկա հաղորդում ունեի, ու հրավիրել էի Երջանկության մեխանիկա։ Հա, այդ համանուն ֆիլմի անունով։ Դա ես չէի մտածել, ու համանուն ֆիլմի անունով էր, ու ընտանիքներ էին գալիս հայտնի, եւ երևի մենակ Հենոն էր, որը մենակ եկավ, որովհետև մայրը կարծեմ քաղաքում չէր, հայրը մահացել էր, ու ես շատ լարված մտածում էի ինչ պետք է խոսեմ 40 րոպե ֆուտբոլիստի հետ։ Հենոն արդեն ուներ հաջողություններ, ինքն էր, բայց դե չգիտեի, ես ֆուտբոլիստի հետ ինչ խոսեմ լավ 40 րոպե։ Դե ինչն է առիթ հանդիսացել ձեր պրոֆեսիոնալ առաջին քայլերը։ Ասեմ, որ հենց փոքր ժամանակից շատ եմ սիրել ֆուտբոլը, երբ հայրս գնում էր պարապմունքի, կանգնում էի դռան դեմը եւ նրան չէի թողնում, մինչեւ ինչ չտաներ իր հետ, եւ այդ ժամանակ 3-4 տարեկան էի։ Ես մենակ բարևն եմ հիշում եւ հիշում եմ, որ կլանված լսում էի նրան, ես հիշում եմ, որ ինձ 140 րոպե չէր հերիքի, 100 անգամ այդ 40 րոպեն չէր հերիքի, ու որ դուրս եկանք, ես ինքսի մեջ այդ
խնդիրը հասկացա, որ ինչպես իմ նկատմամբ, քո նկատմամբ, յուրաքանչյուրիս նկատմամբ կա կարծրատիպ, նույն կերպ եւ սպորտսմենների, որտեվ ֆուտբոլը շատ լավն է, շատ ուժեղ ինտելեկտ է պահանջում ու Հենրիկը առաջին հերթին ինտելեկտուալ ֆուտբոլիստ է։ Բա իհարկե, դաշտում դա երևում է իր խաղից, է։ Ահա որ է երևում, շախմատիստի պես ինքը խաղում է այդ ֆուտբոլը։ Իհարկե։ Ճիշտ այդ կառուցելով, ձևավորելով խոսքը նրա ու միտքը նրա ու այն ժամանակ հետո ինտերվյուներին սկսեցի հետևել ոնց էր կարողանում ամեն անգամ Հայաստանի դրոշը ծածանել, ոչ թե ուղղակի որովհետեւ ֆուտբոլիստ է։ Արձանը պետքա դնել Հենրիկի։ Հա, պարտադիր, համաձայն եմ։ Հենրիկը նենց բաներ է արել։ Երևի հետագայում կդնեն Հայաստանի եւ հայերի համար։ Եվ հայրենասիրությունը բացառիկ։ Այո։ Որևէտեղ ինտերվյու է տալիս, ես ասում եմ, ուրեմն մի անգամ ավել կհնչի իմ երկրի անունը, դրական, ճիշտ, որակով։ Это շատ սիրուն է։ Гарик, ну я тебя очень прошу. Ну поговори с Генрихом, я так эту вазу хочу. Пожалуйста, ну поговори. Ты заколебала, это не ваза, это кубок Лиги Европы, ты понимаешь? Я что, не знаю, как кубок выглядит. В кубок невозможно цветы поставить. Я хочу такую фиолетовую экибану мою поставить в эту вазу. Ну шикарно будет в нашей гостиной смотреть. Жанна, ну, прошу тебя. это не ваза, это... Прошу поговорить, не прошу. Энрик Джон, объясни моей жене, она меня заколебала. Она хочет кубок Лиги Европы. Объясни, что это не ваза. Да, Гарик, это не кубок, это ваза. Այ ինձ հետաքրքիր է, երկար հարաբերություն ունեցող ու շատ ընկերական մարդիկ ընտանիքում, երբ անցնում են տարիներ, ոնց են իրար հետ հարաբերվում։ Շատ լավ, իմ բախտս բերելա կինս նենց հավեսով է, չես պատկերացնում։ Ես գիտեմ Ժաննան կարքին աղջիկա։ Ինքը տենց շատ ոնց խոսքը նույնիսկ չգիտեմ ինչ խոսք օգտագործել։ Ընկերա չէ։ Շատ կյանքասեր է, շատ ժպտեր է, հումորով, տենց հավես է, էլի չես հոգնում իրանից, որովհետև ինքը համ ինչ որ մի նոր բան կտենց շատ լավ է։ Այդ իրոք մարդու բախտը բերում է, դու սկզբնական շրջանում չես կարա տենց նախատեսես, որ տենց է լինելու։ Ամեն տեսակի մարդ քեզ կարող է հանդիպի սկզբից սենց բայ, հետո պարզվի չէ, ոնց որ կին օրինակ ամուսնանում են, մեկը պարզվում է, որ օրինակ հաց չի կարում սարքի լավ, լատարեյա է, էլի, կամ պարզվում է լավ է սարքում, չէ։ Իմ բախտը այդ բանով բերել է, ինքը լավ հաց է սարքում, հումոր ունի, տրամադրություն, չէ, ինքը տենց արտառոց լավ տրամադրության մեջ է միշտ, էլի, հետաքրքիր է տենց մարդը, որ ես էլ եմ տենց բան է, էլի, ոնց որ Դե պատկերացնում ես գնաց տուն մեկը տխուր նամրոտ նստած Չէ, տենց լինում է, տենց օրինակ անցնում է 5 տարի իրար հետ ապրում են, մեկ է սենց են դառնում, տենց հոգնում են իրարից կամ ոչ թե իրարից, այլ ընդհանրապես տենց իրականությունից, իսկ ինքը տենց շատ բան է, էլի։ Ինձ ասա, էլի մեթոդը, դուք օրինակ դու նայում ես որտեղ կա լավ համերգ, այո։ Ենթադրենք դու շատ սիրում ես Stevie Wonder, դա փաստ է, բոլորս գիտենք, նայում ես որտեղ Stevie-ն ունի համերգ, Ժաննային ասում ես Ժան գնում ենք համերգի ու միասին պոկվում ենք։ Ինքը միանգամից համաձայնվում է։ Բա երեխեն։ Մեր հետ են գալի երեխեքը։ Գալիս են։ Ընտանիքով։ Ոչ մեկին չեք թողնում։ Չէ։ Ընտիր, այսինքն կազմակերպում եք դաս, բան։ Քննությունները կհանձնեն հունիսին եւ հուլիսին կմեկնենք էլի արդեն։ Պատմի, համերգներից առաջիկա։ Stevie Wonder 7-ին Բիրմինգեմում, 12-ին Hyde Park-ում Լոնդոնում։ Ուզում եմ։ Բոլոր համերգների տոմսերը առել եմ։ Հուլիսի մեջ, հա։ Լ։ Կարող է հասցնեմ կամ ես իմ ծնունդին ինքս ինձ նվեր անեմ։ Անգլիայի վիզա ունես։ Այո։ Մեր մեքենայում մի տեղ կա։ Բա ես, օй, մոռանում եմ, որ դուք մեքենայով եք։ Բա երեխեքը չեն։ Սայատնովայից Լոնդոն մարդ տեսել ես, որ գնա մեքենայով։ Չէ, հիմա կողքս։ Ես հիմա ավետին ասում եմ, որ սխմելու եմ բանի մեջ, նավիգատորի մեջ Լոնդոն, Василия, через 8000 километров поверните налево, կամ направо։ Ոնց եք օրինակ կազմակերպում, եթե դու այստեղից պիտի գնաս ուր։ Մի հատ ճանապարհ կա մենակ։ Սանկտ Պետերբուրգից գնում ես Էստոնիայի սահման, որովհետև Ռուսաստանից Եվրոպա մեքենայով չես կարող անցնես, մենակ ոտքով այդ տեղում։ Մեքենան մեզ տանում է Սանկտ Պետերբուրգից Էստոնիայի սահման 1.5-2 ժամ է։ Ոտքով անցնում ենք, ընդդեղից արդեն Յուրմալայից, հա, Վովան մեքենա է ուղարկում եւ Նարվայից գնում ենք Յուրմալա։ Յուրմալայում հանգստանում ենք։ Ու նավով եք գնում հետո։ Չէ, ընդդեղից գնում ենք Վարշավա, գնում ենք Պալանգա, Կլայպեդա, կուրորտները, լողանում ենք հանգստում։ Տենց այդ նենց չի որ մի անգամից հասնում ենք Լոնդոն։ Ես որ դու ասես մեքենայով գնալ այդ կետից բեկետ, ես հասկանում եմ հայկական քշել են, որ 4 օրում մտնում են Բերլին։ Հետո գնում ենք ընդեղից հա Բերլին, հետո Բերլինից գնում ենք Դյուսելդորֆ, մեր ընկերներն են ապրում 5 օր Դյուսելդորֆում, հետո Բրյուսել ու Եվրոստարով Լոնդոն։
ու Լոնդոնում համերգներ։ Գար, այսինքն քանի որ դուք չեք թռչում, դուք քշում եք կամ գնացքով եք, հա, դա նշանակում է, որ եթե ինչ-որ միտեղ գնում եք, մի քիչ երկարաժամկետ եք պլանավորում։ Հա, 2 ամսով մինիմում, որտեվ անիմաստ է։ Արագ գնաս Լոնդոն ու հետ գազ Երևան, հա, կարող է հետ գամ չճանաչեք ինձ սենց հետ գամ։ Ու երեխեքը այս գրաֆիկի հետ օքեյ են։ Հա, բա ոնց։ Ինչով է սա։ Որտեղից քո այդ ֆոբիան սկսվեց։ Ինչն էր։ Շատ թռնելուց, ճիշտն ասած։ Ու հիպերկոնտրոլի խնդիրներ։ Եթե ինձ թողնում են մտնեմ օթոչուների հետ բանը։ Խցիկ։ Հա, խցիկի մեջ նստեմ հետները։ Մի 20, 10, 15, 20 տարի առաջ, որ տենց խնդիրներ չկար, ինչ որ ծերակների եւ բան, հանգիստ թողում են։ Ես իրանց հետ նստում եի, սուրճ էի խմում։ Հա, խոսում էի, դիմացը տեսնում եմ։ Ես ուղղակի տեսնում եմ ինչա կատարվում, ոչ մի ֆոբիա չունեմ։ Հենց ինձ ասում են անցի հետևը նստի, sense դեմս փակում են, վсё։ Ես ոնց որ իմ կոնտրոլից դուրս է ամեն ինչ, չեմ հասկանում ինչա կատարվում։ Այսինքն եթե դու չլինես մեքենայի Ես օթաչի եթե լինեի, ես գնացել եմ Միշա հետ Գալուստյան A380 այրոբուսը, բանում Դամաձեդովը սիմուլյատոր կա։ Տենց գումարները մուծում ես, սովորում ես քշել, մենք Գալուստյանի հետ սովորել ենք քշել։ Օրինակ որ ինձ A380-ն դե պարզ է ինձ չեն տա որ տենց բաներ անեմ իրականում։ Բայց ես որ օթաչու լինեմ, նենց հավեսով կթռնեմ, չեք պատկերացնում բոլորդ, շատ հավեսով։ Բայց ինձ որ ասում են դու նստի ինքնաթիռ, ասում եմ ես արդեն այնքան եմ թռը գիտեմ ինչ է։ Այսինքն քո ֆոբիան ինքնաթիռից չի, քո ֆոբիան այն երևույթից է, որը դու քո ուշադրության ներքո չի, որը դու չես կարող կառավարել ինքնուրույն։ Նույն ձև եթե ես մեքենայում նստած եմ, օրինակ հետևը ու մեքենան արագ գնում է մթության մեջ գիշերը, օրինակ 180-ի տակ, նույն ձև եմ ես։ Ես պետք է ասեմ, չէ, սպասեք, ինքս հետևեմ ճանապարհին։ Այդ վարորդի հետ պետք է քշեմ համատեղ, ասեմ, մի վարքյան ստեղ նայ բան։ Դու ո՞նց ես որպես հանդիսատես նստում պրոյեկտներին։ Ահա որ վատ է։ Շատ դաժան բան է, որովհետև այս քո ասածը, ես օրինակ գերադասում եմ բեմում լինել, բեմում ես ինչ որ կերպ ինքս կկառավարեմ։ Զբաղվում եմ, այլ զբաղված ա ուղեղդ եւ այլն։ Հետո ինձ թվում է ես կարող եմ, այդ նույնը երբ որ ես Երևանում չեմ, ինձ թվում է սա մի վատ բան կլինի ու ես չեմ կարողանա պաշտպանել, բայց ես որ Երևանում եմ, գլխիս անկնում այդ վատ բանը, բայց ոչինչ։ Ինձ թվում է Բայց ես ստեղ եմ։ Հա, ես էստեղ եմ։ Ես նույն ձև որ տղաները ելույթ են ունենում, ես հետները ելույթ եմ ունենում։ Լուրջ բեմից ինչ որ բան ա խոսում բեմից, ես բեմի հետևը կանգնած, հետը այսենց ամեն ինչ ասում եմ, մարդկանց հետ սենց եմ անում, ամեն ինչ լույսերը միացնում անջատում եմ մտքից մեջ։ Մի ինչ որ պահ եկավ, համ դրանից, համ ինքնաթիռներից հոգնեցի, համ կամեդի կլաբից հոգնեցի, ամեն ինչից հոգնեցի, որովհետև ես հա ինչ որ բանի մեջ եմ։ Անհանգստության։ Ինչն է։ Անհանգիստ մայր եմ ես։ Ես իրենց կոչում եմ հայր մայր։ Հայր մայր, հա։ Ինչի, հումորը բարդ բան է։ Հա, երևի հա։ Շատ ծանր բան, ինչ որ ինձ համար ինտելեկտի ամենավառ դրսևորումներից է հումորը, որովհետև այն տափակապուշ բաները չէ, էլի։ Իրական հումորը ինքը բան է, ուզում է գիտելիք ու նույնիսկ իր պարզության մեջ, այսինքն դու այնքան պետքա ֆիլտրված լինես, որ կարողանաս այդ պարզ, բայց սուրբ թիրախային հումորը դուրս գա։ Քո ընկերության մեջ ով ամենահումորովը։ Հումորիստներից թե ոչ պրոֆեսիոնալ։ Ոչ պրոֆեսիոնալից մինչև պրոֆեսիոնալ։ Այդ են շատ մարդիկ կան։ Դե մենչը։ Չէ, մենչը պրոֆեսիոնալ է, մենչի մասին ինչ խոսում։ Դե որ կյանքում ավելի հումորով է, մասնագետ է։ Մենչը կյանքում ահավոր հումորով է։ Նայ, կարող է ինքը բեմում այդքան այդ հումորը չանի, ճիշտ։ Չգիտեմ, ես չեմ հետևում ինքը ինչով է զբաղվում, որովհետև շատ նախագծեր ուներ, հա, շատ բաներ անում, բայց կենցաղային հումորով անհնարին է դու 2 րոպե լուրջ նստես։ Այնքան կարող է ծիծաղես, սիրտդ կանգնի, վատանաս, այ մենչը տենց է, մենչը ալիկը։ Շատ ուժեղ։ Tonight in Kremlin։ Միած շատ համով պատմություն կա, խնդրում եմ որ Գարիկը պատմի։ Չէ, ես երեք այդ բանում Արի կամեդիում եմ պատմել, ինչի մասին ենք խոսում, որ հայ մարդը պարտավոր չի ռուսերեն լավ իմանա։ Հա։ Բայց հենց հայերն են նենց են ռուսերեն բառեր իրար հետևից շարում, որ շատ հետաքրքիր տենց սրամիտ համով բաներ է ստացվում, հայ մարդ է նստած, ռուսկին է մոտիկանում, ստեղ Երևանում։ Ասում եմ, здравствуй, Света, ասում եմ, здравствуй, Вазген, здравствуй, здравствуй. Ну как твои дела, Вазген? Ничего подобного. Շատ ուժեղ է, էլի։ Մեկ այս զբաղության վրա ծիծաղում եմ։ Ինչա նշանակում, ничего подобного։ Աննման։ Հիմա մենք բոլորից որ հարցնում են как дела, ասում ենք ничего подобного։ Ничего подобного։ Կար մենք բառացի որ թարգմանում ենք ռուսերենը ուրիշ ձև է հնչում։
ժամանակակից հայերենում տենց ռուսերեն բաներ կա, օրինակ որ ասում են տնօրենը իր մոտ է։ У себя. Ռուսերեն դա դիրեկտոր ու սիբա, որտեվ հայերեն չի կարելի ասել տնօրենը իր մոտ է։ Տնօրենը տեղում է կամ տնօրենը ոնց ասես, բայց չի կարելի ասել իր մոտ է։ Դու քո մոտ ես, չի կարելի տենց ասել հայերեն, բայց ռուսերենի բանն է, բայց տենց շատ բաներ չկա մեծ ինչ-որ։ Օրինակ զատո բառը մեր ֆուտբոլիստները շատ դեպքերում Զատո ինչի է, բայց զատոն ես այդ հարցել եմ Արտուրին եմ հարցել, որտեվ զատոյի հայերեն խոսքը չկա հենց այդ խոսքը։ փոխարենը։ Չէ, այդ ես քեզանից էլ եմ հարցել, ինչ որ մի տարի առաջ թե 2 տարի առաջ։ Փոխարենը։ Փոխարենը հենց այդ խոսքը չի, էլի։ Հենց այդ է որ։ Զատո այ հենց այդ է որ։ Ոնց ասես, ես օրինակ բան ես մեկնեցի Սոչի Փոխարենը որ տենց ասես։ Չէ, որ ինչ, նախադասությունը ասեմ։ Ես մեկնեցի Սոչի, Սոչիում վատ եղանակ էր, փոխարենը ընկերներիս տեսա։ Իսկ զատո ընկերներիս տեսա ուրիշ բան է նշանակում, էլի։ Համել, հա, դե հա, իմյանց ուրիշ երանգում։ Համել լրացնում է, հա, փոխ լրացնում է։ Ինչ որ տենց դրա համար էլ զատոն օգտագործում ես, որ տեղ ընկնի։ Հա, որովհետև օքեյը անգլերեն է, բրատը ռուսերեն է, ջանը պարսկերեն է, բայց օքեյ բրատ ջանը հայերեն է։ Տենց լեզու է մեր լեզուն, էլի երևանյան։ Օքեյ բրատ ջան։ Հա, բայց դե խորացել ես։ Օքեյ բրատ ջանը հայերեն է։ Ահա որ հայերեն է։ Չէ՞, ուրիշ ազգի մարդ չի կարող ասի օքեյ բրատ ջան։ Բայց կհասկանան։ Դավայ բրատ ջան։ Հա, օքեյ բրատ ջան։ Բրատ ընդհանրապես մաքուր հայերեն է, էլի արդեն։ Այդ զատոյի բանն է, էլի։ Ջաջն էլ է։ Ջաջն էլ է այդ։ Մերսի ջաջ ջան։ Մերսի ջաջ ջան, ծոցա մոտենում։ Այս մեր ավտոկանատեղին որ կանգնում են ջաջերը, չէ, անուն չունեն, իրանք առանձին ջաջ են։ Մերսի ջաջ ջան։ Ու որ ասում է բան, էլի։ Okay, բրատ ջան, հասկանում ես, որ այդ մարդը հայ է, բայց ոչ մի հատ հայերեն խոսք չի ասել այդ մարդը։ Խնդրում եմ, ինձ կհիշեցնես, մենք մի օր Յուրմլայում էինք, մեծ։ Վաբշետան։ Դե վաբշեն։ Բա լիշբի եսը։ Չէ, լիշբի չէ։ Բայց լիշբի եսը նկատի լիչնը ես, որտեվ լիշբի ռուսերեն ուրիշ բան է նշանակում, լիշբի երանի թե ես չի նկատի չունի, նկատի ունի լիչնը ես։ Լիչնը ես։ Հա։ Պրիբորը։ Բերեք պրիբորները շար։ Ինչ պրիբոր ունեք։ Ստրելեցը։ Ստրելեցը։ Այդ բանն է ժողովրդական դիալեկտն է։ Տենց հետևություն եմ արել մեր ժողովրդի հետ շփվելուց, որ հայրը ամեն ինչում յուրահատուկ պետքա լինեն, նենց բնակավար չկա, որ ինչ-որ տենց արտառոց բան չեն արել, ու ամենակարևորը ես նկատել եմ, որ հայերը կոմպասը ոնց է, կոմպասը, որ ասում ես կոմպաս ռուսերեն է, որ ասում ես կոմպաս հայերեն է, հայերեն խոսք չկա կոմպաս։ Կոմպասի իհարկե կա։ Կա, ոնց է։ Էսա ասեմ, կողմնացույց։ Կողմնացույց, որ կողմերի ցույց տվողը, այո, կողմնացույց։ Ուն կողմից ես օրինակ կոմպասը ցույց է տալու ուն կողմից ես։ Ինչն է այդ կողմնացույցի բնույթը, որ ինքը մի սլաքը ցույց է տալի հարավ, մեկը միշտ ցույց է տալիս հյուսիս։ Հյուսիս։ Ու եթե կոմպասը սենց դու փոխում ես, սենց տեղաշարժ ես անում, մեկը այդ բանը հյուսիս ցույց տվող սլաքը մնում է իր հյուսիսում, այո։ Ես նկատել եմ, որ բոլոր հայերը կոմպաս են։ Գիտես ինչի։ Օրինակ հիմա որտեղ հայ մարդ նստածնես, աչքերը փակես, որ մեր հայերը որ մի բան են պատմում, ոնց են պատմում, ձեռքերով sense ցույց են տալի, չէ՞, էմոցիոնալ։ Ու միշտ ճիշտ ցույց են տալի այդ վայրը, որի մասին պատմում են, որտեղ ուզում են նստած են։ Ասում է, այն օրը գնացել են Գյումրի ու ճիշտ ցույց է տալի Գյումրին որտեղ է, հասկացա՞ր ստեղի։ Հələ խորացի, այսինքն ասում են օրը գնացել են Գյումրի ու ճիշտ որ ձեռքով sense իրա գծես կհասնես Գյումրի, հասկացա՞ր։ Հա։ Մեր մանումենտի Արոն ու ցույց է տալի տոչնը մանումենտի վրա, հասկացար, որտեղ ուզում են որ աչքերը կապես իրան, սենց մի 6 անգամ պատտես իրան գիշերվա մեջ, օրինակ Թումանյան թանգարանի դեմը սենց ինքը չիմանա ինքը որտեղ է, մեքենայով բերես օրինակ Թումանյան թանգարանի մոտ, աչքերը բացես, ասես դե պատմություն պատմի, ասի այն օրը գնացել ենք Սարիթաղ ու ճիշտ կցույց տա։ Մեր Մոսկվայի Հակոբը սենց կոնկրետ ցույց է տալի Մոսկվայի վրա, կոնկրետ որ գնաս տենց ձեռքով կհասնես Մոսկվա։ Հասկացար, ու Էյնշտեյնը որ ոնց կնի հայերեն հարաբերականության տեսությունը։ Չէ, թեորիա пространства и времени ոնց է։ Տարածության եւ ժամանակի տեսությունը։ Տարածության եւ ժամանակի տեսության իմաստը ի՞նչն է։ Ինչ է։ Որ միջև Էյնշտեյնը ոչ մեկ չի կարողացել
կապի ժամանակը ու տարածությունը իրենց հետ եւ որովհետեւ չեն զուգահեռվում։ Չէ, ապացուցի, որ դա մի բան է, տարածությունը եւ ժամանակը նույն բանն է։ Չկա տարածություն ու ժամանակ առանձին։ Դա նույն բանն է, օրինակ մի տարին ու մի ինչ որ տարածության բանը նույն բանն է։ То есть մի տարին դա տարածություն է, ոչ միայն ժամանակ, այլ տարածություն է։ Բայց Էյնշտեյնը դա տեսականորեն է գրել։ Ինչ որ ֆորմուլաներ է գրել եւ չի կարած ասենց ֆիզիկական աշխարհում իրականության մեջ ապացուցի, որ դա մի բան է։ Իսկ հայերը մենք այնքան ունիկալ ազգ ենք, որ մենք ապացուցել ենք, որ դա մի բան է, ինչ ձևով։ Դա էլ նկատի, որ պատմելուց մարդիկ ժամանակը օրը ցույց են տալի հայերը։ Որ ասում են այն օրը հայերի համար այդ օրը կոնկրետ տեղա ցույց են տա, այն օրը ընդ կանգնած էինք, բայց այն օրը ստեղ է։ Չէ՞։ Օ, հետաքրքիր է։ Անցյալ տարի գնացել ենք Սոչի, անցյալ տարին է ցույց տալի ու Սոչին։ Կամ վաղուց էր։ Վաղուց էր։ Ապետի դե չասում եմ այն թվերին ա եղել, այն թվերինը ցույց է տալի կոնկրետ որտեղ է, էլի տիեզերքում տենց կետ կա այն թվերին։ Վեր ու հետ։ Հա։ Հասկացար։ Այդ տենց ունիկալ Դու որոշել ես, որ հայերը ունիկալ են, որովհետև այդ փաստ է, թե ուղղակի որոշել ես, որպեսզի Եթե մենք հայ ենք, մենք պետքա մեր ազգի մեջ գտնենք ինչ որ տենց բնորոշ բաներ, որ ուրախանանք։ Ուրիշ ազգերում ինձ թվում է նույնպես տենց մարդիկ կան, որ ասում են օրինակ իսլանդացիները շատ ունիկալ են։ Մենք իսլանդացինք, մենք ունիկալ ազգ ենք։ Օրինակ դեպ ուրախանում ենք։ Մենք հայ ենք ու մենք ազգովի ունիկալ ենք։ Այսօր ամեն երիտասարդ իր հեռախոսով կարող է լինել անունը դնենք հումորիստ, բլոգեր, դերասան կամ ինչ-որ ֆորմատ ստեղծել։ Շատ հետաքրքիր ժամանակում են ապրում։ Այնց հետաքրքիր է քո վերաբերմունքը այս ժամանակաշրջանում։ Ես շատ լավ եմ վերաբերվում բոլոր այն տաղանդավոր մարդկանց, ովքեր տենց ինչ-որ հնարավորություն ունի ստեղծել reels են նկարում կամ եսին ծրագրեր են նկարում YouTube-ում, բայց մի հատ մեծ մինուս կա հեռուստատեսությունը ի տարբերություն YouTube-ի, Instagram-ի եւ մնացած այդ պլատֆորմաների հնարավորություն չէր տալի անտաղանդ մարդկանց հասնել ֆիլտրեր։ Հա, ուղղակի անտաղանդ մարդը հնարավորություն չուներ ինչ որ բանի հասնել։ Ինչ որ этаպի, ինչ որ մակարդակի հասնում էր եւ իրան ասում են հաջողություն, դու անտաղանդ ես։ Իհարկե լինում էր որ տաղանդավոր մարդուն էլ էին տենց ասում, բայց այդ տոկոսը այնքան քիչ էր տաղանդավոր մարդկանց, որ համ էլ տաղանդավոր մարդը էլի գնում էր հետ էր գալի արդեն նոր մտքերով եւ մեկը իր արածը անում էր։ Այսինքն մարդը պետք է իրենից ինչ-որ բան ներկայացներ, որ ինչ-որ բանի հասներ։ Հա։ Իսկ հիմա համ տաղանդավոր մարդիկ, համ անտաղանդ մարդիկ նույն հնարավորությունները ունեն։ Եվ անտաղանդ մարդկանց ամենակարևորը ինչը մենք պարզեցինք այս 20 տարվա ընթացքում։ Պարզվում է որ անտաղանդ մարդիկ էլ ունեն իրենց հանդիսատեսին։ Անտաղանդ հանդիսատեսին։ Եվ ավելի մեծ Պարզեց որ հանդիսատեսն էլ է անտաղանդ լինում, ոչ միայն դերասանը կամ երգիչը, այլ հա բա ոնց։ Այն Չերնիգովսկայի ասած դուք այն ամենը ինչ նայում եք մնում է ձեր ուղեղում, դրա համար աշխատեք չնայել աղբ։ Հիմա մենք այսօր գիտնական Ռուսաստանի, շատ հետաքրքիր գիտնական է, կին Մարիոր։ Եվ այդ իր ասածը մոտավորապես դրա մասին է, որ կախված նրանից ինչ եք դուք լսում, ինչ տիպի երաժշտություն, ինչ եք դուք նայում, այդ ամեն ինչը խճողվում մնում է ձեր մեջ։ Հա, բա ոնց։ Սրունդ է, էլի։ Բայց ես կուզենայի շեշտել, որ ես անտաղանդ մարդկանց մասին չեմ ասում։ Տաղանդավոր մարդիկ իրոք շատ են ինտերնետում եւ շատ հետաքրքիր բան են անում, ես նրանց վերաբերվում եմ շատ լավ։ Գարիս կլինումա, որ քեզ գրեն, ուղարկեն ինչ-որ բան ու փորձեն խորհուրդ հարցնել ու դու իրենց ուղղորդես։ Չէ։ Չի լինում։ Անմիջական կապի մեջ չես, դու սիրում ես ֆիզիկական շփումը։ Այո։ Ես ոչ մի սոցիալական ցանցերում չկամ։ Մինչև հիմա չկա։ Ես կյանքում Facebook չեմ մտել, չգիտեմ այդ ինչ է։ Դրա համար Ես ուղղակի ինձ համար շարքել են Facebook, որովհետև իմ անունից ինչ որ fake Facebook կար, եւ այդ տղան թե աղջիկը չգիտեմ այդ ով էր բացել, իմ անունից շփվում էր մարդկանց հետ ինչ որ գումարների մասին էր արդեն խոսակցությունը գրում։ Եվ մեր բանը production-ի TNT-ի IT ղեկավարը խորհուրդ տվեց ինձ բացեցին Facebook-յան edge, որի մեջ ես կյանքում չեմ մտել, չգիտեմ այդ ինչ է։ Instagram ունեի 4 տարի առաջ դուրս եկա, TikTok-ում չեմ եղել կյանքում։ Չես նայել։ Одноклассникում չեմ եղել, որովհետեւ իմ համադասարանցիներին ինչեւ հիմա բոլորին անձամբ ճանաչում եմ, ու ամեն շաբաթ հավաքվում քեֆ ենք անում, ինձ Одноклассники-ով պետք չի մարդ գտնել։ Նույն բանը մեր բժշկական համալսարանի կուրսի աղջիկներին եւ տղաներին, էլ ինչ սոցիալական ցանցեր կա։ Դե շատ կան։ Դե մնացածը ես ուղղակի չգիտեմ ինչ եմ։ Հիմա արդեն շատ են։ Գար այդ երբեմն ինձ տարբեր ընկերներս կարող են Instagram-ով գրել ու ես սրտանց բարկանում եմ։
Ինչի՞։ Որովհետև ես կարող եմ չտեսնել այդ կես միլիոնից ավելի օգտատերերի մեջ, կարող եմ չտեսնել այդ նամակը։ Խոսքը կարևոր բաների մասին է, էլի ոչ թե ինչ որ պահի։ Օրինակ իմ աղջիկը սրա բարդ ընկերուները շփվում են մենակ Instagram-ում։ Այդ նոր սերնդի բանն է։ Տենց է շփում Իրանց համար դա Messenger-ը։ Հա, ինչ որ տենց բան է։ Viber-ը կամ չգիտեմ ինչ է, հեռախոսային Messenger-ը, բան չի։ Չէ, ամեն ինչը շատ հետաքրքիր է, ուղղակի իմ համար չի արդեն, էլի ես այնքան եմ իրականությունը սիրում, որ տենց վիրտուալ ես իմ կայքերում նստել մեկի հետ շփվել, SMS-ներ գրել, արդեն ինչ ֆոտոներ ուղարկել, վիդեոներ, երգեր իրար ուղարկել, արդեն հետաքրքիր չի։ Մի հատ խնդրում եմ Բաղրամյանով ցույց տվեք, ովքեր են քայլում։ Winston Churchill-ի թորը եւ նրա կինը։ Վայ Աստված իմ, նա ոչ միայն Բաղրամյանում բնակվում, այլ Բաղրամյանով քայլում է։ Դու ավետ երբ ես ծանոթացել։ Շուտ չեմ հիշում։ Փոքր էր դեռ։ Մի երևի 10 տարի առաջ, 15, չեմ հիշում կոնկրետ։ Ուղղակի բլոկ անում այդ հիշողությունը, էլի, վատ հիշողությունները մարդը։ Բայց դու ընդհանրապես սուր հիշում ես, չէ՞ կարևոր դրվագները քո կյանքի։ Չէ, ես իմիջայլոց կարևոր բաներ կա, որ չեմ հիշում, մեր բժշկական այդ բանով հավաքվել էինք մեր կուրսով, հենց նստեցինք մեկը տղաներից ասում է հիշում եք, որ գնացել ենք 90-ական թվականին առաջի կուրսում Արզնի, բոլորը ծիծաղում են, ինչ որ ասում են, հա սենց եղավ, նենց եղավ, ես սենց ապշած նայում եմ բոլորին, որովհետև ոչ մի բան չեմ հիշում։ Մեկի աղջիկներից մեկը ասում է, հա, բա հիշում եք, որ գնացել ենք Հանքավան, թե ուր էլի բոլորը ծիծաղում են, հա սենց եղավ, ես հասկանում եմ, որ ես էդ էլ չեմ հիշում։ Ու սենց ինձ սաղ նայում ասում, չես հիշում, ասում եմ, չէ, երրորդ պատմություն եմ պատմում, լրիվ ոչ մի բան չեմ հիշում, չորրորդն եմ պատմում, չեմ հիշում։ Ասում են դե լավ գոնե մի բան ասացի մի քիչ գինի լցրեք, վերկացած երեխեք ջան, եկեք խմենք ձեր հիշողություններից։ Բայց իրանք նենց վառ բան մանրամասները պատմելով, բա իջանք մեքենայից խորովածը վառվեց, ընկանք գետը, մենք ինչ եք պատմում։ Գործ ենք անում, բայց մարդու չասեք։ Գարեջերի զակուսկ։ Հայեր իրար մի կերեք, հայեր իրար մի կերեք, դե ախր շատ համովածք ենք, բայց ոնց իրար չիտենք։ Հայեր իրար մի կերեք, մի կերեք, ոնց դիմանանք ու չիտենք, ախր շատ համովածք ենք։ Գար, կա բեմը, կա հեռուստատեսությունը, կա երաժշտությունը։ Որն է քո ծովը։ Երաժշտությունն իհարկե։ Ես առանց հեռուստատեսություն ու առանց բեմ շատ մեծ հաճույքով կապրեմ մինչև 98 տարեկան։ Առանց երաժշտություն շատ մեծ դժվարություններով։ Ես որ ամեն օր մի 100 հատ երգ չլսեմ, չեմ հանգստանում։ 200 հատ։ Իսկ ժամանակակից երաժշտությունը քեզ բռնում է։ Ավելի քիչ, քան թե արդեն 5 դասական։ Հետաքրքիր չի ինձ, տարիքից գալիս այն մեր ընկերը Կարենը մի անգամ շատ լավ բան ասաց, ասենք գնանք ես իմ հարսանիք թթծնունդներ, ասենք կծանոթանաս բան, ասաց Գար ջան, ես չեմ ուզում նոր մարդկանց հետ էլ ծանոթանամ։ Ասում չեմ ուզում ես ոչ մեկին իմանամ նոր մարդ։ Հերիք ասում։ Ու թողնեմ իմ կյանք։ Ասում չեմ ուզում, ասում որ ինձ մեկը մոտիկանում ասում անունս օրինակ ես իմ ինչա ծանոթանանք, բան ասում ես այդ մարդու հետ էլ չեմ ուզում շարունակել շփվել, չեմ ուզում նոր մարդ իմանամ, ասում հերիք է ինչքան գիտեմ մարդը։ Այն նույն բանն է, երևի դա սխալ է իհարկե։ Չէ, չկա սխալություն, դրանք որոշումներ են։ Երաժշտության պահով սխալ է նոր բաներ չլսեք։ Բայց դու լսում ես։ Նոր դռներ չբացել, հա ես լսում եմ, բայց մեկը դուրս գալիս է հին բաները։ Ինչ նոր բան ուզում եմ միացնեն, մի հատ հիմար Բարի Ուայթի երգն ասում, որ իրանք ոչ ոք չի ներկայացնում, ես երգը չեմ էլ սիրում։ Բայց մեկը որ Բարի Ուայթը ինձ ավելի է դուրս գալիս, քան թե ինչ որ նոր բաներ։ Ոնց որ նյարդերը հանգստացած։ Չէ, ոնց որ տենց պետք է լինի, ոնց որ օդը տենց պետք է լինի, երաժշտությունն էլ այ հենց տենց պետք, սաունդը տենց պետք է լինի։ Ինձ թվում է, որ այդ կոդերը այն 5 թվականներին իրանք մեր կոդերը ճիշտ գտել են։ Մեր նկատի չունեն հայերիս, մեր այդ սերնդի, որը քեզ տալիս է ներդաշնակություն։ Մենք իջնենք ներս, մեր լրության մեջ։ Այս իմ սիրած տեղն է Շարլ կաֆե ռեստորանը, ու շատ երևանյան։ Բարի օր բոլորիդ։ Նկարում են։ Ոնց ես վերցնում այս հարմոնիաները դու։ Չգիտեմ, ես նոր չգիտեմ։ Հայկոներ ես, նոր շատեր ես։ Խոսքեր չու։
didn't feel so Խնդրում եմ։ Պետք է գնալ կամպասից։ Պետք է գնալ ու դու նոտաներ չգիտես։ Չէ, կոնկրետ չէ։ Գիտեմ, որ ես դո, ռե, մի, ֆա, սոլ, ա, սի, դո, տենց է, բայց դա հերիք չի։ Այսինքն դու չգիտես, որ վերցում ես այնքան չգիտեմ ինչ եմ նվագում։ բարդ հարմոնիկ ակորդներ։ Չգիտեմ այդ ինչ եմ։ Ասենք սեպտիման չգիտես ինչ։ Եվում ա պետք են ինչը ես գիտեմ, եթե ես չեմ կարողանում այդպես նվագել։ Սենց անող։ Նման է։ Առաջին անգամ նվագում։ Շատ սիրուն ես փողը։ Այս նոտանական։ Bis. He does a cut as a meditation. And does who he does the cards as a meditation, and those who never suspect he no of the money he wins. He doesn't play for suspect. He does the cards to find the answer. The sacred geometry of chess. The hidden love of a probable outcome. The number load of death. I know that the spades are the swords of the soldiers. I know that the clubs are weapons of war. I know that diamonds mean what? This is for this song. That's not the shape of my heart. That's not the shape of my heart.
Գար որ փոքր էր տանը հավաքվում եք ու դու նվագում ես։ Չէ, տենց բաներ չէ։ Երբ դու հասկացար, որ քոնը երաժշտությունն է։ Չգիտեմ։ Նայ, նյարդաբան, մինչև այդ ուրիշ բան, գծանկար, կավեն ու Կոջոյան։ Երաժշտությունը երբ հասանու։ Ստիվի Կոջոյան։ Երբ է Ստիվին մտել քո կյանք։ Շատ շուտվանից։ Ով է այդ կասետը բերել։ Դավիթը Բաբլոյանն էր դասարանի։ Խնդրում եմ։ Որ հիմա Համբուրգում ապրում։ Ասում եմ, արի գնանք Ստիվի համերգին, ասում այն անգամ կանչեցիր, մի անգամ էլ եմ գնացել Հելսինկի կանչել եմ, չի եկել, չի ստացվել։ Բաներ բերել էր կասետեր։ I look inside my crystal ball of desire. And no one reprobates my heart. I look in bed, I'm on the sun of the fire. Let it be, no one wants to stop. No one paying no one, no one, no one for the special on the car. No way, no one, no one, no one, and I'm not for the love, and I'm not for the love, it's you. Nobody has to tell me so. It's you. Բարդ երկեր է։ You wanna send from heaven above for me. No, 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 no. If only I live up away, I wanna think me one more. If only I can walk away, my heart stay younger. Տենց բան շատ խառը։ Կար sense փոկում ու անջատում ես, գիտես։ Այդ ինչեր է գրել։ Բայց ոնց նայ, ինքը չի տեսնում։ Չի տեսնում ֆիզիկապես, բայց ինքը տեսնում ավելի ուժեղ աշխարհ։ Ու ոնց է նոտաներով այդ պատմությունը պատմում։ I'm looking inside my crystal ball of desire. Ain't no one that permits my heart. I hear the sound when I play on the fire. Let him in, no one wants to stop. No Դա բամբապա մուլտիկա է։ Ես Նոկիա թատրոնում հիշում եմ իր համերգը ու որ Русалкայի այդ ջրահարսը մուլտի մեջ հիշում ես, որ ասում է «Ничего я не видела, только его». Ничего подобного։ Ես հիշում եմ, որ Ստիվից դուրս է եկել, ու Ստիվի էր ամբողջ իմեյությունը, ու նույնիսկ եթե դու չես հասկանում լիարժեք, չի կարող էլի թողնել ինչ-որ մի բջիջ առանց իր ներկայության։ Ես փոթորկի պես գալիս եմ մտման ներսը։ All is fair in love. Love's a crazy game. Չկա այդ նոտ ընկել. Till people vow to stay. No is one they say. All is changed with time. The future no one can see. The road you leave behind. Headlines mystery. All is fair in love. Had to go away. Why don't Texas man? All in love is fair.
Դե բայց CV-ի ձենից ունենանք, CV կլինեինք Ես էլի։ վիճակում էլի TV-ի ձեն։ Դու չքնած։ Շոկի մեջ եմ։ Արի գալիս, արի հələ տեսնեմ որ դու տղա ես, ինչ եղավ քեզ, ինչի, արի ցավը տանտանց տակով անցի։ Ձայներիս աշխարհում։ Ահա որ լծվեցի, սիրտս լծվեց, հոգիս ուրախացավ, աչքերս հանգստացան։ Բայց շուտվանից չէի նվագել, մոռացել եմ նվագել։ Ես քեզ անկեղծ մի բան ասեմ։ Ես երբեմն երբ գիշերները ուշ նստում եմ դաշնամուրի առաջ, հասկանում եմ, որ ամենավատ բանը, որ անում եմ, այդ չնվագելն է։ Ոչ միայն մոռանում ես։ Բայց դու կրթություն ունես։ 7-ամյա երկար նվագել եմ ես նաև։ Նոտաներով sense որ դնում եմ նվագում։ Հա։ Բայց բարդ է այդպես մի անգամից հիմա ընթերցել։ Հա, տենց նվագում ես, ինչ լավ։ Համել ես աբսոլյուտնից եմ, այսինքն հա։ Բայց ում է պետք։ Այսինքն հիմա դու չգիտես նոտա, բայց դու գիտես նոտաները գիտեմ որ դո ռե մի ֆա սո լա դո է, բայց օրինակ ինձ դու հարմոնիան ինքդ ես օրինակ Արմանը որ ասում է հասենք ֆա մաժորի ես իմ ինչ է չեմ հասկանում այդ ինչ ասում դե ակորդներն են, չէ՞, այսինքն օկտավաներն են բաժանված կոմպոզիցիան չգիտեմ այդ ակորդները չգիտեմ Գարիս կարող ամեն դեպքում ընդունվես կոնս դե ժամանակա պետք չէ պետքա լուրջ վերաբերել դրան համել պետքա ցենց հաղթահարեմ ինչ է որ գնամ կոնսերվատորիա ասեմ բարև ձեզ որ չծիծաղեն սկզբից մի 5 րոպե բարև ձեզ գիտեք ինչ քնություններ է պետք հանձնել իսկ Մոսկվայում քնությունները հանձնեմ Գար նայ սոլֆեջոն որը որ սովորում ես պարտադիր է դու այնտեղ կա երաժշտական հաջորդականություն այսինքն դու նվագում ես ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ ինչից հետո ինչ է գալի որ ականջիդ հաճելի լինի ոչ թե սխալ ու չկա սխալ ու հենց այնց նոտա քո նվագածի մեջ Գար ինչ գույն ունի քո երաժշտությունը ունի գույն Չէի մտածել այդ հարցը օրանժևի նարնջագույն Նարնջագույն Հետաքրքիր է Իսկ ինչ գույնի է քո կյանքը նույնպես Նարնջագույն Երաժշտությունը ինչ է քեզ համար Ես շատ լավ բան ասած որ օրվա մեջ մի 100 հատ երգ չեմ լսում վատ եմ ինձ զգում Բայց եթե բառով Ես օրինակ ականջակալներս որ կորցնում եմ պանիկա է սկսում panic attack որ ոնց սպասեք մի վարքյան Իսկ դրսի աղմուկը քեզ չի խանգարում Դե ականջակալներով Հակնում եմ դուրս եմ գալիս բոսնում որ չլսեմ ոչ մի բան Կարող է դրանից ես դու աշխարհը գեղեցիկ տեսնում ես Որ բանը մի առավոտից իրգուն դուալիպա եմ օրինակ լսում Չէ բայց չէ օրինակ ադել չես կարող չէ շատ լսել Ես ադել չեմ լսել ես չեմ սիրում Հա Ես չեմ սիրում ես չկա ադել իմ կյանքում չկա ադել Դե սիրուն գործեր շատ ունես Չէ ես չեմ լսում ուղղակի չեմ հասկանում ինչի լսեմ Ես Բյոնսեն չեմ հասկանում բայց այդ երևի չեմ հասկանում Ինչ YouTube-ից մի հատ ես մի քանի անգամ փորձել եմ լսել որ հասկանամ որ մարդիկ ինչքան սիրում չեմ կարող հասկանամ այդ ինչա Բայց մարդ կա որը TV չի հասկանում Բայց ասում է, ինչ է, Այդ լավ խոսք է, այդ ջհանդամին։ Գար, ուզում եմ ամփոփել այսօրվա ինձ համար, որ չքնաղորը, քեզ հետ լիքը սիրուն պահեր ապրեցի, անհավանական վայելեցի այս երաժշտական։ Մի քիչ լարած, դաշնամուրն էլ լարած չէր, ես էլ։ Դաշնամուրը, որովհետև Ես էլ լարած չի, ես ավելի շատ լավ, երևի քիչ են նվագում։ Շատ են քեզ նայում, դեպի քեզ շատերի հայացքն ուղղված եւ երիտասարդների եւ Հայաստանում ապրող եւ դրսում ապրող տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց։ Երբ է մարդ հաշտ իր հետ ապրում, կասես ինչ անեն որ հաշտվեն իրենց հետ։ Դա տենց շատ հեշտ չեմ կարա պատասխանել։ Պետք է այդ պատասխանի շուրջ մտածել։ Ինձ թվում է եթե մարդ օրինակ եթե խոսանք մասնագիտական դաշտի մասին, եթե մարդը զբաղված է իր սիրած գործով, արդեն 50%-ը ոնց որ հաշտության ունի, հաշտության խնդիրները, այդ խնդիրները լուծված է։ Բայց մի բայց Որտեղ մարդիկ կան, որոնք զբաղված են ոչ սիրած գործով, եւ դա շատ մեծ խնդիր է մարդու պսիխիկայի համար։ Երբ որ մարդ զորով առավոտը զարթնում, գնում գործի, տանջվում է, սպասում է, ժամերը հաշվում է։ Մեր բախտը բերել է, ընդհանրապես իմ բախտը շատ է բերել,
որ ես այդ տղաներին եմ հանդիպել իմ կյանքում, ես ում հանդիպել եմ նենց է բախտս բերել, չգիտեմ ոնց է տենց ստացվել։ Այ Երևանի բժշկական ինստիտուտ տղաներից սկսած Մարկին Սաղաթելյան, Ռաֆին Մինազբեկյան, Ռուբոն Ջաղինյան, Կարին Ղազարյան, բոլորին հիմա չթվեն Գոքորը, Արմենը, մենք իրանց որ հանդիպել ենք, պատկերացնում ես մեր բախտը ոնց է բերել, որ մենք իրանց հանդիպել ենք, հետո իրանց հանդիպել ենք, դրանից հետո հանդիպել ենք ես, Արտուրը Ջանիբեկյան, Հայկոն, Վարդանը Զադոյան, Գրիշը Գասպարյան, Տաշը Սարգսյան, որ Տաշը Սարգսյանից ձեռս բռնե բերելա կավեն, հետո 10 տարի հետո ձեռիցս բռնելա բերելա Comedy Club։ Տաշ այդ երկու բանը Տաշն արի, բայց հա որ Comedy Club-ն է վերջացավ, եք ասի Տաշ ջան, էլ ինչ անեմ կյանքում։ Որտեղ դու ես ինձ ասում, որ գնամ, ոնց է իմ բախտս բերել հենց Արտուրը Ջանիբեկյան, որ ինձ հանդիպել է, որ 3D մոդելը ստացել է իմ կյանքի, ինքը էկոնոմիկան, մեր այդ կազմակերպչական ամեն ինչը բարձել է իր ուսերին ու առաջատարը մենք ոչ մի հոգս չենք ունեցել այս քանի տարիների ընթացքում։ Հետո իր կրեատիվ Top 10 Rabbis-ը Արտուրի նախագիծն է, ինքն է մտածել։ Մեր բան Կավենի թիմը, Comedy Club-ի այդ նվաճումները, եսի ինչեր, բոլորը նրա պատճառով որ համել Արտուրը Ջանիբեկյանը կա, բայց կադրից դուրս մարդիկ չգիտեն իր մասին։ Մարդիկ գիտեն թե Խարլամովը ապրի, ապրես Խարլամով։ Խարլամովը չապրես, Արտուրն է այդ ամեն ինչը։ Հետո ոնց է բախտս բերել որ հանդիպել ենք Խարլամովին, հենց Գարիկին, Վոլյային, Բատրուձինովին, Դեմիսին, Մարինային Կրավից։ Պատկերացնում ես ում հանդիպել եմ, տենց բախտս բերել հետո Projector Paris Hilton-ը որ հանդիպել եմ Ուրգենտին, հանդիպել եմ Սվետլակովին, Գալուստյանին ու Սվետլակովին հանդիպել եմ Սենյայի հետ Սլեպակով արել ենք Նաշարաշան։ Այդ ոնց է բախտս բերել որ հենց այդ մարդկանց եմ հանդիպել։ Այդ ինչից է։ Հա, ու բախտս բերել է որ այդ գործով եմ զբաղված, էլի։ Մարդ պետքա սիրած գործով զբաղվի ու ձգտի շրջապատի ինքն իրան նենց մարդկանցով, որոնք օրինակ մեր ստեղծագործական կյանքում ես տենց մի հատ բան ունեմ, անպայման պրինցիպ։ Բոլոր մարդիկ, որ իմ շուրջ գտնվում են, ինձանից ուժեղ պետք է լինեն, որ ես էլ առաջ գնամ։ Իմ բախտս բերել է, որ ես ուժեղ մարդկանցով եմ միշտ շրջապատված եղել։ Որ մի քիչ ձգվում ես դեպի իրանց, օրինակ որ Սենյան Սլեպակով նենց ուժեղ երգեր էր գրում, նենց հումոր ուներ, նենց հերոստատեսության ասպարեզում նենց ուժեղ պրոդյուսեր էր, որ ես միշտ իր հետևից էի գնում։ Արտուրը Comedy Club-ում ինձանից ուժեղ էր, Վոլյան ու Խարլամովը ինձանից ուժեղ կոմիկներ են, Գալուստյանը, Սվետլակովը ինձանից ավելի ծիծաղալու, հասկանում ես, չէ՞։ Ուրգենտը տենց ուժեղ, դու տենց իրանք ինձ առաջ են բրդել, ու այդ Երևանի բժշկական ինստիտուտի թիմն են նույնպես։ Մենք իրանց նայում էինք ու ձգտում էինք այդ բանին հասնել։ Կար ես հիմա որ դու այսքան շատ շնորհակալ ձևով գրեթե բոլոր ընկերներիդ մտերիմներիդ անունները նշեցիր, հա, ես գիտակցեցի, որ քիչ մարդ կա աշխարհում, ով շնորհակալ է առհասարակ։ Եվ երևի հետ գնացի։ Ինչ կապ ունի այդ մարդիկ, ինչ կապ ունեն այդ անշնորհակալ մարդիկ։ Չէ, այնքան լավ մարդու կարող են հանդիպել ու մոռանալ իրենց ուղին, չգնահատեն։ Ու դրա համար էլ չտրվի իրենց այդ լավ մարդը նորից։ Ես հիշում եմ, որ Հրաչե Քեշիշյան պատմում էր ձեր մի տարօրինակ նախագծի մասին հայկական TV-ում, որտեղ որ կար այդ բանի տեսարանն էր, ջակուզի տեսարան, դու ինչ-որ փրփուրների մեջ, մի հատ կպատմես դա ինչ է։ Դա ուղղակի որպես ինչ ենք մտածել, ինչ չկա հայկական հեռուստատեսությունում։ Որոշել ենք ինչ-որ մի բան, չէ, փրփուր չէ, որոշել ենք ինչ-որ մի բան անենք, որը իհարկե չի դառնա ինչ-որ ուժեղ նախագիծ եւ իհարկե ոչ մի մշակութային արժեք չունի ընդհանրապես։ Ուղղակի ասեցինք ինչ-որ մի բան անենք, որ ոչ մեկ չի արել։ Ինչ-որ թեր։ 92 քանի չէ, մի քիչ ուշ ավելի, հենց Կավենի հետ համատեղ Կավի 97 թիվների, 98 չեմ հիշում։ Ու ջակուզի մեջ փրփուրներ էր լցրած, մենք սմոքինգներով բան կոչում էր փրփուրներից կախված։ Տենց է շոուի անունը։ Ուղղակի հյուրը գալիս էր, մտնում էր իր շորերով այդ ջակուզի մեջ ու տենց էինք հարցազրույցը սարքել։ Չգիտեմ ինչի համար, հիմա չեմ հիշում, շատ տարիներ անց է, բայց հիշում եմ, որ շատ զվարճալի էր մեզ համար։ Իսկ հյուր կար, հիշում ես, հետո մեզ նկարել։ Ռուբեն Ջահինյան, Նունեն Եսայան կարծեմ։ Տեսնես կարող են գտնել այդ արխիվներում, Բաբինայի վրա։ Չէ, ինքը շատ տարօրինակ բան էր, ինքը ոչ մի արժեք չունի, հիմա որ գտնենք այդ ձայնագրությունները, հա, հենց դրա համար են կարելի, որ այդ տենց համարցակ բան է։ Ու մի բան է ասել։ Նայեք, սենց բան ենք ուզում անենք ու անում ենք։ Շատ մեծ արժեք ունի մի հարցում։ Դու շոկի ես ենթարկում հյուրիդ ու ինքը արդեն բաց է։ Անխմբագիր է, հասկանում ես, չի կարող այդ փրփուրների մեջ սմոկինգով նստած կամ երեկոյան զգեստով նստած մարդը խմբագրել ու ճիշտ պատասխաններ տալ։ Ինքը արդեն այնա ինչ կա, իրականն է։
որը ահավոր պակասում էր այդ ժամանակ։ Անգամ հրավի ինձ ջակուզի։ Պատկերացնում։ Փրփուրներ։ Մյուս անգամ։ Սպանեմ ես քեզ։ Մյուս անգամ։ Smoking-ով գամ։ Ես էլ smoking-ով։ Ուսենց փրփուրների մեջ նստենք, այ դու կհասկանաս ինչ դժվարություններով ենք մենք այդ նախագիծը արել։ Տենց շատ բաներ ա մեր կյանքում եղել, էքսպերիմենտալ ինչ-որ բաներ էր։ Բայց դա ոչ մի արժեք չունի։ Ուղղակի հավեսի համար է։ Ժամանակակից աշխարհումով ա որոշում։ Արժեքը ինչ ուներ, ինչը չուներ։ Այն ինչը մնացել։ Ով ինչ ուզում որոշում է։ Դու ինքդ քո արժեքներով կամ առաջ ես շարժվում կամ ոչ։ Կամ ոչ։ Չկա էլ նշաձող ու չկա չափ։ Էլի տեսել են տարածության մասին քո խոսք ասքն է։ Էլ չկա։ 96 թվին Նազենի ջան։ Գնացել ենք Մոսկվա։ Կար դու մկրտված ես, կնքված ես։ Այո, իհարկե։ Որտեղ։ 96 թե 7 թվականին Մոսկվայում հայկական եկեղեցում էր։ Արտուր Նեջանիբեկյան իմ քավորն է։ Օ։ Իսկ հոգևոր թեմաներով խորանում եք, խոսում եք հեջի։ Արտուրի հետ։ Մենք բոլոր թեմաներից որպես քավոր, նկատի չունեմ իբրև ընկեր։ Հա, իհարկե։ Տենց շատ։ Որտեվ խորը հավատք ունի Արտուրը։ Հա։ Արտուրը շատ է օգնում բոլորին եկեղեցին։ Շատ է օգնել համ Մոսկվայի եկեղեցին, հայ մեր հայկական, համ Երևանում, համ Ամերիկայում։ Դե տենց ապրի Արտուրը։ Կարող ենք ասել, որ Comedy Club-ը յուրահատուկ գեղեցիկ հայկական այցեքարտ դարձավ։ Երևի։ Ռուսաստանում ապրողների համար անկախազգությունից, որովհետև մինչև այդ հայերի մասին մի քիչ ուրիշ տեսակետ կար, ոչ միանշանակ։ Հիմա պարզ է կավեն կամ լավ բացառիկ գործիչներ։ Կրթված մարդիկ հայերի մասին վատ չեն մտածում, դա երևի 90-ականներից հետո է տպավորությունն եմ ասում, հա, չէ, հետխորհրդային։ Ոչ միայն հայերին, երևի Կովկասի տենց եւ Անդեր Կովկասի մասին է խոսքը, հա։ Նա ինչ որ չափով տենց էլ ճանաչեցին հայերին, ավելի լավ տենց ճանաչեն, որպես ինչ որ արվեստագետներ եւ զավեշտաբաններ։ Հումորիստին փոխարինում ենք զավեշտաբանով։ Երգիծաբանն էլ է լավ։ Երգիծաբանը գիտեմ, բայց զավեշտաբանը ավելի լավ բառ է։ Պահկվեք զավեշտաբաններն են գալիս։ Զգուշացեք զավեշտաբանն է։ Կրակիր զավեշտաբանը։ Մեքենայի տակ պահկված են երկու զավեշտաբան։ Երկու զավեշտաբանը մեկ կյանք։ Ես նռնակը կնետեմ եւ մենք։ Գիտես, որ հայկական ֆիլմերը երբ կրկնօրինակում ենք, նման խնդիրներ են առաջանում, որովհետև անգլերենից թարգմանում ես, անգլերեն կարճ խոսքա, հայերեն երկար ու դու արագ պիտի ասես։ Ոնց է վամպիր հայերեն։ Արնախում։ Չէ, Արնախում։ Արնախում, արյուն խմող վամպիր։ Արնախում։ Ես ուզում եմ խոստովանել քեզ։ Ես Արնախում եմ։ Ինչ է եղել, Վահրամ։ Ես հայկական։ Դե կարող է վամպիրն էլ աշխատում, չգիտեմ, չեմ խորացել։ Վամպիր, փափուկ գրեով։ Վամպիրները։ Մի քիչ վախենալու վամպիր չէ, ինքը վամպիր է։ Գարկ, ասես ով է քո ընկերը։ Արտուրը։ Աստված չանի, երբ իսկապես վատ ես, ուղղակի ուզում ես նստել մի բաժակ բան խմել, ում է զանգում։ Արտուրը չի խմում։ Ում է զանգում։ Ես մենակով կխմեմ, բայց ինքը ուշադիր կլսի։ Արտուրը։ Հա։ Չզանգել, նենց ես ներում։ Չէ։ Իսկ երեխաներից հետ ում հետ ես ընկերություն անում։ Երեխաներից ես երկուսի հետ էլ աղջիկ ունեմ ուտակա, երկուսի հետ էլ շատ լավ ընկերներ ենք։ Իրոք։ Նենց լավ ժամանակ ենք անցկացնում։ Իրար լուրջ։ Դե գժական համերգների եք գնում։ Չէ, բացի ամեն ինչից կարող ենք ուղղակի տենց 3 շարժ աղջկաս հետ դուրս է եկել, 3 ժամ Երևանով զբոսնում ենք, ուղղակի տենց խոսում ենք, ծիծաղում ենք, ես ինչեր ենք նկատում։ Ինչն է սիրում Երևանում։ Ինքը ամեն ինչը, որ նրան օրինակ հնարավորություն տալ, որ ստեղից չգնա, կյանքում էլ Երևանից չի գնա։ Գնում է Մոսկվա զուտ նրա համար որ քննություններ ունի, գիմոն պետք է ավարտի եւ այլն։ Գիմոնը ավարտում։ Մեծացավ այդքան։ Հա, այդքան մեծացավ։ Խնդրում եմ քեզ, այդքան արագ։ Դեմ գիմոյի 5-րդ կուրսը։ Այդ եմ մտածում, որ վերջին անգամ ուզում եմ հիշել վերջին անգամ Կարմիր խաչում փոքր երեխա էր, մամա ջան, ես ինչ արագ ենք մեծանում ենք։ Հա, ծերանում եմ ես։ Կասես, որ բանաստեղծին կուզեիր լսել քո կամուրջներում։ Հայ բանաստեղծներ թե ռուս։ Ամերիկյան, անգլիական։ Օրինակ մի քիչ երևի տենց շատ չգիտեմ, կարող է պրիմիտիվ է հնչում առաջին հայացքից, բայց կուզեի Պուշկինին տեսնեի։ Ինքը կարդար բանաստեղծություններ, ես լսում մենակով չէ, օրինակ մենք կանգնած ենք եկեպագուներով, ինքը կարդար, ես շատ կուզեի Պուշկինին լսեի։
Պուշկինը իրոք շատ ուժեղ բան ստեղծել էլի։ Դու Պուշկինի թումանյանական թարգմանություններին ծանոթ ես։ Տեսել ես ոնց է երաժշտությունը ստացել նույնը։ Վարդանը Զադեն որ ասում է, էլի բուքը վսեմ շամպանսկա։ Բուքը հողմը մի գով երկինքն առնում գալարում բուքը Բայց ձյան։ շատ լավ է, չէ՞ թարգմանել։ Միշտ մին մանկանպես լաց է լինում։ Պուշկինի, հա։ Արուշ Սևակին կուզեի լսել։ Սևակ։ Հա, ոնց։ Ամեն ինչ հետաքրքիր է, հա։ Սեր, թե ավելի։ Չէ, յուրաքանչյուր, ես գիտես ոնց է, բան չեմ տարբերում տենց իրարից, որ այս բանաստեղծությունը սիրո մասին է, այս բանաստեղծությունը սիրո մասին չի, ուրեմն ուրիշ բան է ինչ որ։ Մեկը բանաստեղծություն է, իր ռիթմիկան ունի, տրամադրություն ունի, տենց լսում ես իրար հետևից։ Օրինակ, մի անգամ խփել է ինտերնետում Բրոդսկի տալիս է Յոսիֆ Բրոդսկի «Ստիխի о любви» առանձին բան է ինչ որ, «Ստիխի о любви»։ Անհետաքրքիր բան, ինչ է նշանակում Յոսիֆ Բրոդսկի «Ստիխի о любви»։ Առանձին մտնում ես, կարդում ես մենակ «Ստիխի о любви», ոնց որ Պուշկինը կարդաս «Я вас любил, любовь», ու տենց բաներ մենակ կարդաս։ Այն մնացած բաները չկարդաս, ինչ որ անտես ես, որովհետև ուզում ես։ Խորը բան ես ասա, որ ամենտեղ կա սեր մեկա, այսինքն չի կարելի տարանջատել ու անգամ սիրո թեմատիկայի մեջ մեկա կա ամբողջական կյանքը։ Իրանք իրար հետ են։ Դե հա, խոստանում եմ քեզ Սևակ լինի քո կամուրջներում։ Ոնց։ Կադրից դուրս։ Եվ ինձ լսելով կարող են ասել. «Գժվել ես ինչ է»։ Իսկ ես էլ կասեմ. «Այո, գժվել եմ»։ Ինչու չգժվել։ Իսկ գժվելով չեն սիրում ու ատում։ Իսկ գժվելուց չէ փայտը ճարճատում։ Առանց գժվելու չկա շահած մարդ։ Առանց գժվելու չեն ծնի նոր մարդ։ Մինչև չգժվի ջուրը չի եռա, կեղև չի պատռի հատիկը նռան։ Ծառերն են փթթում, գժված են անշուշտ։ Երկիրն է պտտում, գժված է անշուշտ։ Սերմերը մինչև կարքին չգժվեն, բերք չեն դառնալու։ Թաթերը մինչև կարքին չգժվեն, ձեռք չեն դառնալու։ Բառերն էլ մինչև կարքին չգժվեն, երկ չեն դառնալու։ Ախուր էր, թե ես միշտ գիժ լինեի։ Գար ջան, ես անասելի շնորհակալ եմ, որ դու քո չքնած տարբեր ստեղծագործական գիշերներից ու ցերեկներից հետո մեզ հատկացրեցիր մի ամբողջ մեծ ու սիրուն օր։ Մազենիկ ջան, շնորհակալություն։ Շատ երևանահոտ, երևանաբույր, շատ արևոտ։ Իդրամաս գիտես։ Կուղարկեմ 27500։ Տավետին։ Ես ուզում եմ կամուրջներով կապել ոչ թե միայն սերունդներին, այլ մարդուն ինքն իր հետ, որ երբ որ վերհիշում ես քո ապրածը, անցածը կամ քո նվագածը, այդ պահին դու անցնում ես նորից այն ուղին, որը սիրուն է, ուզում ես հիշել, ու այդտեղ միշտ հանդիպում ես երբեմն մոռացված մարդկանց ու այդ շատ կարևոր է ըստիս, որ մարդը առանց անցյալի ու առանց հիշողության թերի է, կիսատ։ Իհարկե։ Ու կամուրջները ինձ համար այդ ամբողջացնող բանն է, էլի։ Նախագիծ ասեմ, չգիտեմ, երևույթ ասեմ, ու շատ շնորհակալ եմ, որովհետև այսօր դու ամբողջական կամուրջներ ես։ Ինչ կմաղթես քեզ նայողներին։ Մաղթում եմ լավ տրամադրություն։ Մենք զավեշտաբաններս, ճիշտ էր, զավեշտաբաններս մեր գործունեության իմաստը նա է, որ մարդկանց տրամադրությունը լավ լինի, ժպտան մարդիկ։ Դրա համար մաղթում եմ լավ տրամադրություն։ Երբ որ մարդու տրամադրությունը լավ է, դա նշանակում է ամեն ինչ լավ է։ Համ երկրում, համ ընտանիքում, համ գործի վայրում, համ ներքին աշխարհն է ճիշտ, դասավորվածությունը ճիշտ է, չէ՞։ Հաստատ։ Հաշտ է էլի իր հետ։ Այո, որպես զավեշտաբան։ Իսկ ես իբրև վերջաբան, կասեմ մի բան։ Սևակյան հնչեց։ Բոլորը վախենում են AI-ից, արհեստական բանականությունից։ Ես չգիտեմ ինչ է արհեստական բանականությունը, մարդու ստեղծած այս մթնոլորտի առջև։ Երբ որ ընդամենը դաշնամուրի մի տեխնաշարով նա կարողանում է ստեղծել մի նոր տիեզերք, հենց այդ պահին, հենց այդ վայրկյանին ու հենց տեղում, երբ որ ժամանակն ու տարածությունը դառնում են ամբողջական ակնթարթ։ Երբեք ոչ մի արհեստական բանականություն չի կարող դա ստեղծել եւ վստահաբար չի կարող տալ էներգիա։ Ուրեմն ուշադիր եղեք ում հետ եք շփվում, ինչ եք ասում, ինչ եք ստեղծում եւ ինչ եք թողնում ձեր հետևից։ Կհանդիպենք։